Ողջույններ ձեզ, շնորհակալ եմ, որ միանում եք երկար ընդմիջումից հետո, շնորհակալ եմ նաև, որ այսպես այս ժամանակը համբերատար կերպով ինձ տրամադրեցիք, ես նոր գործեր եմ պատրաստել ցուցահանդեսի համար, կարևոր այս շաբաթ կիրակի է տեղի ունենալու, շատ հաճելի էր ընկղվել այդ աշխարհի մեջ, հուսով եմ մի օր ընկղված մնամ։ Լայվը ինչի մասին է, հետաքրքիր դիտարկում, որ եթե անգամ դու մի քանի օր շարունակ, այս դեպքում երևի մի քանի շաբաթ չես այդպես շատ ակտիվորեն հետևում, բայց ես ունեմ իմ օրինաչափությունները, ես ունեմ իմ օրական լրահոսին հետևելու դոզաները, փոքր չափի միջին կախված թեմաների կարևորությունից, հիմնականում արտաքին քաղաքական, գեոքաղաքական թեմատիկայով, դրանով եմ ես միշտ պայմանավորում եւ կպայմանավորեմ իմ բոլոր այն լուծումները, որոնք ես առաջարկում եմ տվյալ իրավիճակում, որ առաջացել են Հայաստանում։ Այսինքն ես դիտարկում եմ գլոբալ իրադարձություններ, նոր անդրադառնում եմ մեր հայվաններին, ոչխարներին, ինչպես կուզեք անդրադարձեք, այն, որ ԿՊ-ն իր թրքահպատակ զույգի գլխավորությամբ պետական դավաճան է, դրանում ես որևէ կասկած չունեմ, ես հարցեր չունեմ, ես առավելագույնս անընդունելի եմ համարում չընդդիմադիր հատվածի ցանկացած հայտարարություն առայն, որ ինպես մարդիկ ինչ-որ տենց ինձ պետք է դեռ բարձաբանվի, ինձ պետք է լուսաբանվի, ինձ պետք է բացատրվի, թե որտեղ է թաղված թրքական շուն Նիկոլի գլուխը, որը իրանք դեռ չեն թաղել, բայց 5 տարի է անընդհատ խոստանում են, որ պիտի թաղեն ու ոչինչ չեն անում։ Գեոքաղաքական իրադարձություններին հետևելով ես տեսնում եմ, որ նույն լարվածությունն է, որովհետև ես տեսնում եմ, որ կան որոշակի ռազմական շարժեր, կան գեոքաղաքական գետնի վրա տեղի ունեցող իրադարձություններ, որոնք ավելի շուտ կրում են այս կամ այն կոնֆլիկտի շուրջ, որոնք հիբրիդային համաշխարհային պատերազմի ատրիբուտներն են, դրանց շուրջ գնացող, ընթացող բանակցությունները ներկայանում են որպես այսպես խաղաղություն դեպի ուղղված Ուկրաինայի հարցով մենք ունենք ինչ-որ պլան, ինչ-որ նախագիծ, Գազայի հարցով կա ինչ-որ պլան, ինչ-որ նախագիծ, որը անգամ ՄԱԿ-ում հաստատում է անցնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը ձեռն պահ են քվեարկում, ես գտնում եմ, որ այսպես խորանալը, կետ դիտարկելը, թե ինչ ասաց Եվրոպան Ուկրաինայի կապակցությամբ եւ Գազայի կապակցությամբ, ինչ ասաց Եվրոպան եւ ԱՄՆ Ուկրաինայի կապակցությամբ, որտեղ են տարբերությունները 28 կետանոց պլան, 21 կետանոց պլան, 28 կետանոցը կրճատեցինք, սարքեցինք 18 այս կետերի հետ համաձայն է Ուկրաինան, այն կետերի հետ համաձայն է Եվրոպան, ես դիտարկում եմ դա ավելի այսպես միջին իրադարձային սանդղակ, որին անդրադառնալ չեմ ցանկանում, որովհետև դրանք որոշիչ զարգացումներ չեն։ Որոշիչը խորքայինն է այն, ինչ որ գետնի վրա է տեղի ունենում, որովհետև մենք ունենք զորաշարժումներ, մենք ունենք ավելի հետաքրքիր, այսպես մոխրագույն կարդինալների ընդգրկված երկրների մոխրագույն կարդինալների որոշակի արտահայտություններ, հայտարարություններ, որոնք ամենևին էլ բանակցային գործընթացի ոգուց չեն բխում, իրենք ավելի բիրտ են, ավելի այսպես պահանջկոտ են, ավելի ցինիկ են, եւ ես այդպիսով կարող եմ ամփոփել, որ այս վերջին 2 շաբաթվա մեջ, չնայած ես շատ ավելի պասիվ էի գրում Telegram-ում, շատ բան չի փոխվել, որովհետև ԱՄՆ շարունակում է օգտագործել բանակցային գործընթացները, բոլոր խնդիրներով, որ հենց ինքն էլ հարուցել է, հենց Ուկրաինայի կոնֆլիկտը, հենց Գազան, հենց հիմա արդեն Լատինական Ամերիկան խոսում է հատկապես 4 երկրների մասին՝ Վենեսուելա, Կուբա, Մեքսիկա եւ Կոլումբիա, համարյա այսպես ամբողջ մի մայրցամաքի դեմ պատերազմի մասին է խոսվում, իսկ այսօր արդեն վերջին լուրը, որ ես դրել եմ, այնտեղ արդեն ներկայանում է Fox News-ում, որ Կարիբյան ռեգիոնում ԱՄՆ զորքերի կուտակումները դրանք ոչ թե բուն Մադուրոյի ռեժիմի ինչ որ հեռացնելու մասին, ինչ որ գունավոր հեղափոխության մասին, այլ ավելի խորքային է եւ լրագրողով այդ վերլուծությունը ներկայացնում է հղում է կատարում բարձրաստիճան ռազմական
գործիչների Պենտագոնից, որ այդ կուտակումները տեղի են ունենում ավելի խորքային խնդրի համար, այն է Ռուսաստանի Դաշնությանը Իրանին եւ Չինաստանին առհասարակ արևմտյան կիսագնդից դուրս բերելու համար։ Այսինքն համաշխարհային պատերազմի այդ ֆենոմենն ենք դիտարկում։ Մյուս կարևոր նյութը, որ ես այսօր դրեցի, շատ բաներ եմ կարդում, բայց այս մեկը զատեցի եւ երկրորդ կարևորը Ջորջ Ֆրիդմանի հայտարարությունը, Ջորջ Ֆրիդմանը հայտնի Ստրատֆորի հիմնադիր է, նաև մեկ այլ կազմակերպության հիմնադիր է, նա ասում է այն սովորաբար ինչ ռազմավարությամբ, որ ուղղորդվում է ԿՀՎ-ն եւ նա ներկայացնում է Անդրկովկասում կատարվողը, ներկայացնում է Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները որպես նշան այն հանգամանքի, որ ԱՄՆ, Ուկրաինայում եւ առհասարակ Եվրոպայից դեպի Ռուսաստանի դեմ ուղղված նատոյական սպառնալիքների մթնոլորտում Ռուսաստանի ձեռքերը կապած է պահում, Ռուսաստանի զբաղված է պահում, միևնույն ժամանակ նրա քթի տակից տանելով ավելի մեծ եւ կարեւոր ռազմավարական պատառներ, այն է Անդրկովկասը, այդ երեք երկրներն է նշում, նաեւ նշում է իր ավելի այսպես արևելյան խորքային հատվածը Կենտրոնական Ասիան նկատի ունի, նաեւ որքան հասկացա, փոքրիկ այսպես ակնարկ է գնում արդեն թուրքական ազդեցության տակ գտնվող ռուսական արևելքի եւ հարավ-արևելքի հատվածների մասին, այսինքն ես այդտեղ շատ մեծ սիրով քննարկումներ կլսեի, այդ դիտարկման շուրջ կլսեի քննարկումներ, կհետևեի, ինչպես նաև մյուս երրորդ կարևոր կետը այն է, որ Իրան-Իսրայելի միջև հակամարտությունը ամենևին չի վերջացել եւ այս շաբաթ ավելի թեժ, ավելի արտահայտիչ է դարձել այն խոսույթը, որ ԱՄՆ բնականաբար Իսրայելը հայտարարում է ոչ առանց ԱՄՆ-ի նախապես հաստատման կամ առանց միասնական որոշման, ասվում է դա Իսրայելի գիտությունների եւ տեխնոլոգիաների նախարարի անունից, նրա շուրթերից, հեռուստաալիքով, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն, վերջնական խաղաղություն բերելու համար ամենակարևորը ռեժիմի փոփոխությունն է Իրանում, այսինքն Թավշյա հեղափոխություն անելու այսպես հող է նախապատրաստվում եւ դրան զուգահեռ միաժամանակ Թեհրանից հնչում է հայտարարություն Ռեզայի շուրթերից, Ռեզային շատ կարևոր, Մոհսեն Ռեզայի շատ կարևոր գործիչ է, ես նրան չեմ համարում ամենևին իր գործառույթային առումով այնպիսի ակտոր, որը իր ձևական տիտղոսն է իրեն վերագրում, ասենք նախկին հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, դա մյուս ծառայություններում նախկիններ չեն լինում, նրա հայտարարությունը գումարած նաև հետախուզության նախարարի հայտարարությունը Իրանի, որ եթե որևէ կողմ երբևէ մտածի Խամենեին ուղված որևէ գործողություն իրականացնել, ապա նրանք կբացեն Մերձավոր Արևելքի Պանդորայի արկղը, այսինքն այդ խոսույթը պարապտեղից չի գալիս 12 օր տևած Իրանի դեմ պատերազմի ժամանակ կարևոր ատրիբուտներից եղել է իսկապես Խամենեի դեմ հարձակումը, նրան վերացրել են բավականին բարձրաստիճան այլ գործիչներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ռազմական գործիչներ, թիրախում եղել են, ինչպես գիտեք, եւ հրաշքով փրկվել է ամբողջ կառավարությունը Իրանի, Բժիշկյանի ղեկավարությամբ, Արաքչիի մասնակցությամբ, նաեւ մոտավորապես նրանց դեմ հարձակումը եղել է նույն մեխանիզմով, ինչպես որ Նասրալայի դեմ է տեղի ունեցել Նասրալայի սպանության ժամանակ ռազմական գործողությունները եւ այդ մոդելի գործարկման դեպքում Խամենեին, այսինքն հաջորդ թիրախը լինելու էր Խամենեյը։ Հիմա երբ որ Խամենեին այսպես ուղված, Խամենեի դեմ ուղված հայտարարություն է արվում, դա ամենևին խաղաղության նշան չէ, դա ամենևին նշան չէ, որ Գազայում անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հաստատմամբ շուտով գործարկվելիք խաղաղության ծրագիրը գոտիների բաժանված եւ այլն խաղաղություն է բերելու, ոչ դա էթնիկ զտումների շարունակվող քաղաքականություն է, այլ փաթեթավորմամբ, ինչպես որ մեր դեմ կատարվող ցեղասպանությունը անցյալ դարից ավելի հուժկու կերպով սկսած, որտեղ դրանից շատ ավելի առաջ էր սկսել, հիմա շարունակվող Արցախյան պատերազմների թոհուբոհով շարունակվող այս ընտրություններ թեմատիկայով շարունակվող փաթեթավորմամբ, որտեղ ներկայացվում է զոհին, որ
the ultimate gaslighting, առավելագույն gaslighting-ի մեխանիզմը, որ այն ինչ կատարվում է քեզ հետ, այն իրադարձությունների հորձանուտում, որտեղ քեզ ամեն օր սպանում են, շրջափակում են, քո ռեսուրսները գողանում են, քո ինքնությունը ջնջում են, հավատը, կրոնը, պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, ամեն ինչը, քո այբուբենը անգամ իջիկ են հայտնում, ամեն ինչ կեղծում են, եւ շատ ագրեսիվ կերպով միաժամանակ թշնամին ոչ միայն դա նարատիվների պատերազմում է տանում, այլ ուղղակի ռազմական դիրքերի ամրապնդմամբ, տնտեսական, գեոտնտեսական դոմինանտության հաստատմամբ է զուգորդում, այդ ամենը փաթեթավորում են, անվանում են democracy, անվանում են ժողովրդավարություն, ժողովրդավարության գլխավոր պահպանակ նշանակել են իջևանցի էշ անասուն անտեր եթին դեբիլ կովիթուլա, եզիբալա, ինչ ուզում եք ասեք, ամեն ինչ իրանացնում է, անասունի վաստակ, որ այսքան քաղբանտարկյալ ես նստացրել, որ դու համարձակվում ես, որ դու այդքան կաս, ոչիլի վաստակ, որ թուրքը քո համար այդքան կա, որ թուրքի ասածով դու փոխարենը գյուլեն հանես, խփես ինքդ քեզ ճակատից, այսպես լոշվես ընկնես, լավություն արա այդ կողքիդ քածին, ոնց որ Հիտլերը լավություն արել Եվա Բրաունի, սկզբում իրան գյուլի, հետո ինքդ քեզ գյուլի, ձեր լակոտներին է գյուլեք դրանից առաջ ու սատկեք սաղովը, դու չունես այդ կաջությունը, դու սրբազաններ ես բանտարկում, դու բանտարկում ես լրագրողներ, դու բանտարկում ես ընդդիմադիր գործիչներ, արդեն ցուցակով չի, արդեն լիստ չի, արդեն ինքը արդեն գնալով համազգային բնույթ է կրում այս հարձակումը մեր դեմ, ինչի համար եւ ես որոշեցի անել այս լայվը, որովհետև դեպի ավելի այսպես բարև Լիլիթ ջան, բարև, մերսի, ես ջղայնացած եմ շատ այն ինչը, որ ես կարդացել եմ այսօր, շատ ու դրան չհամեմատվող, դրան չհամապատասխանող ընդդիմության լռությունը, այս երկու ատրիբուտների մասին եմ խոսալու, այսինքն մենք ունենք կոնկրետ երրորդ համաշխարհային պատերազմ գնացող աշխարհ, որտեղ դու մաքսիմալ պետք է ճկունություն ցուցաբերես, գեոքաղաքական քո ռազմավարությունը կարողանաս բանակցելի դարձնել եւ շահաբեր դարձնես քո ռազմավարական այսպես պոինտերի առումով, որպեսզի կարողանաս ինքդ քեզ կոտորածից ազատել, չընկնես մեծ փղերի, որ իրար են հագնում իրենց ոտքերի տակ, որովհետև անգամ Ուկրաինայի շուրջ տևող այս իբրև թե բանակցությունները եւ այլն ոչ դրանք դեպի խաղաղություն չեն տանում եւ ոչ չեն ցանկանում Պուտինը եւ Տրամպը միասին Եվրոպայի մաման լացացնեն, ապացուցեն, որ Եվրոպան սխալ է, Ամերիկան ու Ռուսաստանը ճիշտ են, Ամերիկան ու Ռուսաստանը ռուլից են անելու, Չինաստանը ով вообще Իրանը թող գնա ինչ ուզում ալնի, ինձ Խամենեին թող չգիտեմ, այս ինչ լինի, Լիբանանը թող գնա գրողի ծոցը, Երուսաղեմը вообще մեր դարդը չի, no, չկա այդպիսի բան, ամեն ինչ հենց Երուսաղեմում էլ որոշվելու է, Երուսաղեմից առաջ Կոստանդինոպոլսում է որոշվելու, հետո Երուսաղեմի վրա Կոստանդինոպոլսից գալու է որոշում, այտենց էլ ըլնելու է։ Մերեք, սատկեք, մտեք չնդիմադիրների հետույքները, մտեք, չգիտեմ, փողով ջաջաներ գտեք, գնացեք մտեք տակները ձեր տիրոջ մայրիկները, ձեզ ինքները ձեզ կնքեք ընդդիմադիր, բայց ես տեսնում եմ ձեր այդ անասուն լռությունը, այդ ինքը շոշափ է, ինքը զզվելի է, ինքը անտերանոց է։ Որովհետև իր ամբողջ որակավորումներով ինքը ուզում է ապացուցի, որ impeachment չկա, որ այդ ժողովրդավարության պահպանակ կոչված կոկոլի այս դարաշրջանում կա այնպիսի ժողովրդավարություն, որի պայմաններում իրան գնալու են ընտրությունների ախպեր, ու իրանք հաղթելու են։ Իսկ ինպես մարդիկ իրենց խանգարում են, որովհետև իմ պատճառով իրանք ընտրությունները չեն հաղթում, я виновата, որտեվ ես լայվ արեցի եւ իրանք չկարողացան կրեն իրանք անասուն ընտրություններում։ Որ вообще իրանցը չի թուրքերին է, ու եթե դուք այդ օրակարգի մեջ խաղում եք, ուրեմն դուք էլ եք թուրքերին, ես թուրքի հետ անելիք չունեմ, ախպեր ջան։ Ինչի՞ք նեղանում։ Չեք մուննատ գալիս, մուննատը ես պտի գամ, որովհետև դուք են ինչ ասեմ, դուք դեբիլների դեբիլն եք, որ դասատուն ասում է քո դեպքում 5 անգամ մի կարդ, 15 անգամ կկարդաս, որ սովորես։ Ու որ ձեզ դրել եք այտենց լագյաններով այդ ալիքները լցել է, ձեր պապան ձեր տակները դրել է, ու դուք յանամ թե անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրել եք, գնում եք ստուդիաներում, խոսում եք ընտրություններից Նիկոլի հետ։ Ինպես մարդկանց ներկայացնում եք, որ մենք ինչ-որ противопоставляем ընտրությունները, ընդդեմ impeachment է սուզում, թե ընտրություն, no, հետ ուզում ես ասես կոկոլիզնի ժողովրդավարը, քո տիրու մայրիկը, դու կոկոլի ժողովրդավարություն ես ուզում, դու ինպես հայերի ժողովրդավարություն չես ուզում, ստեղ էլ այդ հարցը ծնվում, դու ում տված ժողովրդավարությունն է քո սրտով, թուրքին է կյանք,
Որտեվ այնի զառանի այնի համաձայնացրել ես։ Ես քեզ ասում եմ impeachment սկսի, հանի անասունին քաղաքական դաշտից, հետո հայկական ուժերի հետ, հայերով, այդանք ընտրությունների։ Դու քեզ քո հայ հալով, էլ ասում ես հայ եմ, հայ շահ եմ, ներկայացնում ես Թուրքիա եմ ուզում այդ համընտրության։ Ու դու անասուն չես սրա։ Կամ հետո պետքա նստի ու ձեր այդ պայսի պայնի իրենք մեր դեմը խոսում իրենք չինց ընկանով որ մի խախտենք, որովհետև մենք ունենք այնքան գրողոսիվ ջնդամ, ինչ ունես այ անասուն։ Ոչ մի բանը չունեք, արա։ Չէ, կներեք, ինչ է, 5 տարվա մեջ լագյաններով փող ունեք, չէ, գարաժներով, բասեններով փող ունեք, չէ։ Այսինքն, եթե լինում է impeachment, լինում են հայամետ ուժեր, որոնք բռնում են թրքամետ Կոկոլաշենի բոլոր վաստակներին, նստեցնում են համապատասխան տեղում, հանում են քաղբանտարկյալներից, 2 շարժումով, ասում ոնց ես ուխտը դնում, 3 շարժումով ուխտը ոնց ես դնում խալաձիլնիկի մեջ, ասում դուրը բացում ես, փղին հանում ես, ուխտին դնում ես։ Հիմա մեր փղերին պետք է խալաձիլնիկից հանենք, քաղբանտարկյալներից հանենք բանտից իրանց, ձեզ պետք է մտցնենք, որովհետև բանտում հայտնված Նիկոլը պետք է դատարանում երկի ժողովրդավար Հայաստանի դատարանում Թուրքի գործակալ Նիկոլ, Թուրքի գործակալ Հակոբյան Աննա, Թուրքի գործակալ Սիմոնյան Ալեն, Թուրքի գործակալ Գրզո, Շրզո, Մրզո, ինչ գրողուսև ցավանտեր կան, պետք է գան հայկական դատարանում նստեն ու պատմեն։ Ձեր չնդիմադիրներից հետ, որ մեկի հետ, որ չոլի մեջտեղ, որ գյողի բերան, կանգնել եք շքամով, Թուրքի տված ինստրուկտաժով, ինչ առաջարկներ եք ընդունել, ինչ տենդերներ եք կպցրել ես ընթացք, որ տանի ձեր իշխանիկը մեզ 5 տարի ֆրսնի Երևանի սախ հայատներով, երևի ինքն էլ այդ 15 անգամ պետք է կարդա, որ նոր սովորի, որտեվ մենք Քյորփավախտվանից սաղ Երևանը գիտեք, էլի մեզ պետք չի տենց Գեղարքունիքից եկած ձկնիկը մեզ ինչ որ Երևանի տեսարժան վայրերի բացատրական ինչ որ էքսկուրսիաներ կազմակերպի, ես իրան էքսկուրսիա կկազմակերպեմ, իր տիրոջ մայրիկը կտանեմ Սևան ծառավ հետ կբերեմ։ Որքանը քիչ է իր համար։ Որ կանգնի էտիսը սաղից գլխին ու ասի Նիկոլ չկա, համարեք այսքանով մեր ցույցը ավարտված ու գնացեք տներով։ Չէ, այդ արանք դատարանում պետք է պատմվի, չէ, այդ ոնց եղավ, որ այդքան ժողովուրդ այդքան անգամ հավաքվեց ու լրիվ վճռական տրամադրված, որ անասունի մաման այն բանից պետք է անի, ինչ որ իշխանի կա հայտնվում, ֆանարիկ շոուներով, որ ասում գնացեք տուն, Նիկոլ չկա։ Էդի ես եմ ասել, ով որ ասում է, որ չէ Նիկոլ կա, իշխանը ձեզ սուտ է խոսում, այ ինքը պարակտի չէ, ինքը ձեր վատն է ուզում։ Ես եմ, ես վատը ուզողն եմ, այ հայվան, դու չես իրա մոտ մարզպետ աշխատել։ Ես 10 տարեկան անասունին տեսել եմ համալսարանում, ասել եմ սով այս, լիքը չարբախեր են բարերը, այսով այսի։ Նիրուկապաժատնի դեմքի ծերևում, չէ տղավարի չէ։ Ու դուք բերեք, էսի հասցնեք ենտեղը, որ ես այսօր խոսքիսս բացեմ տիլիգրամը, որ ես 4 օրա ես կորել եմ Ֆլորենսկի և Նիկոլայ Ֆյոդորովի աշխարհներում։ Անեց տաժանակիր աշխարհներ են, բայց անեց սիրուն աշխարհներ են, потому что там все честно։ Ու մեկ ես բացում ես տիլիգրամը, ու մեկ էլ ծծած Մոմպաս Տակաևը, ինչ որ սենց օրդենա տալիս, Զալատովը առլա, ինչ որ այս եթին դեբիլ անասունին, էլի, ինչ որ այդ իջևանցի անասունին, որ ես ասենց իրեմ, ծս ճմրթած ստորակետլներ, էլի, որ սենց բանասիրականի հարգում, էլի, ես ճմրթած ստորակետ, այս նայում ես ասում ես եղկար այս սովա։ Գիտեք ինչ տեսակի տղեկից է Երևանի, այն որ ֆիգուրան ընենց է, որ ինքը ոչ մի անկյուրի տակ ստվեր չի գցում։ Դա տենց սատանի ամենասիրած ստեղծագործություններն են դրանք։ Մեջը սատանա մտած միացած անասուն է։ Այդ անասունը նիրուկապաժատնի արա։ Ասեք այդ անասունին օրդեն են տալիս ու ասում են, որ դու ասում են ամենաիրական, համաժողովրդական առաջնորդ ես։ Իշխան, էսի Նիկոլ կա թե չկա կյանք։ Անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրած Հայաստան խմբակցության ժողովուրդ։ Էս ինչ եմ ես տենում։ Էս չէ, էս որ ժողովրդի, որ համաժողովրդական ում առաջնորդն է էս անասունը։ Ումն է։ Իմը չի։ Ում առաջնորդն է, ինչ գործ ունի ընդ։ Դուք տվել եք հայոց պատմությանը, դուք չնդիմադիրներով 2021-ի ընտրություններով, դուք տվել եք հայոց պատմությանը
պանթուրանիզմի թիվ 1 ծառային։ Դուք ամենամեծ նվերն եք արել կեղծ թուրքական պատմությանը, որը իմ պատմությունը կեղծելու հաշվին, հույնի պատմությունը կեղծելու հաշվին, ասորի պատմությունը կեղծելու հաշվին, քուրդի պատմությունը կեղծելու հաշվին, սիրիացու պատմությունը կեղծելու հաշվին, առհասարակ արաբական իսլամական սուննիզմի կեղծելու հաշվին, ինչ մարդը, ինչ Ֆրանկենշտայնը, Զոմբի Ֆրանկենշտայնը, ով որ կասի իմ ձեռը չի, եսի չգիտեմ, այնտեղ Մեքքայից եմ վերցրես, մի ձեռս մատը Երուսաղեմից է, այն մեկինը Պաղեստինից է, այն մեկը չգիտեմ Հայաստանից է, այս մեկը Արցախից է, այն մեկը Մուշն է, այն մեկը եսի միշն է, կուտեմ այսենց։ Դուք եք այդ նվերը արել, դուք ով եք հելն եք միտեղ խոսակ, որ յանում ես ձեր ընտրությունների չուզողն եմ, դու անասունի վաստակ, ես թուրքի այդ ընտրությունների չուզողն եմ, տենց է կա։ Ես հայկական ընտրություն եմ ուզում, դու ինձ ասա դու հայկական ընտրության կողքին ես, թե թուրքական ընտրության կողքին ես։ Թուրքի ընտրությունը ես գիտեմ ոնց ան, դու չգիտես, ես գիտեմ, էդի ես պետք գամ, քեզ պետք լուսաբանեմ։ Այն որ ձեր papan իր ասախ կանալներին ասել այս աղջկանից ինտերվյու չվերցնեք, է։ Գիտեք խիասը որ ինտերվյու չվերցնեմ, դե ասել եմ Էրդողանի տիրու մաման Ալիևնը վրադիր Մեհրիբանը վրեն, տակնել Էմինե Խանեմը, այսպես սենդվիչ, այսպես ու բուլդոզերով վրեն։ Այդ տենց եմ խոսում ես։ Այդպես խոսացողներից մեկ չնդիմությունն է վախենում, մեկը Նիկոլը։ Որն է քո խնդրը։ Ես հայկական ընտրություն եմ ուզում, հայկական ընտրություն տանող ճանապարհը ասում է իմպիչմենտի անտառով կյանք, ուզես չուզես էտա։ Դա շատ կարևոր է։ Հետո ինչ եմ ես ձեզ դեմ, որ դու այնքան մեծ կնադատում, թող Նիկոլին կնադա։ Նիկոլը թուրք է։ Ես իմ էդի տենց վիզ դրած աշխատել եմ, ցախ տեսել որ Նիկոլը թուրք է։ Էսի այն վաղտ է ես որ ասել ու բացատրել շիվար շիվտերև արտերև։ Այն որ դուք այսինքն ծրվորս կողքներով այդ մեծ տվեր էր անցնում, որ տակները տեիք լսնում, մեկի բերանից այսպես մի ծպտուն ձեն չէր դուս գալիս։ Ու տափուկ ավարից մեջքիցս այս խփում եք, հիշում եք անասունի վաստակներ։ Հիմա էլ ուրեմն ձեզ բացատրում եմ։ Եթե մի թուլ եք, այդ որ անվստահության փաստաթուղթը որ ստորագրում եք, որ յանիմ հայդա հույդա մենք էլ ենք ընդդիմադիր, հա իշխան, որ զդրաժայ շիրուկոյ, այսենց ամբիոնի կողքը կանգնես ինձ որ հա ստորագրում ենք բան այս կա, ադարժենի է սա տղա ջան։ Ինչ է նշանակում падգամավորը ստորագրեց իմպիչմենտի փաստաթուղթ, what does it mean? Հա? Աբա սփյուռքին մեջ գերտած կբդից կբացադրես ինչ կնշանակի անվստահություն հայտնելու փաստաթուղթին դա կստորագրելու падգամավորին պարտականություն է անոր իրականացման լման կորձառույթներ մեկ դեղը բացադրած կա սա դե ինչպես է Հարգելի դաշնակցություն, Բեյրութահայ, Սուրիահայ, Իրանահայ, դեղյակ եք, որ անվստահության փաստաթուղթ ստորագրած ծեր падգամավորը ատկե անտին ամեն օր որ ըլլա հերոստադեսություն պիտի երթա թերթին հարցազրույց պիտի դա ինչ գիտնամ ուր պիտի երթա ձերքով պիտի կա հյուրության պիտի կա ուր որ երթա միայն ad մեխանիզմը պիտի բացադրե ստորագրած է ադի պիտի բացադրե իր պարտականությունն է նախ եւ առաջ անվստահություն հայտնել կառավարության ծրագիրը ճիրագանացնող վարչապետին վերջնալ պիտի ելե պիտի բացադրե ասկորձ ինչպես պիտի եմը ասի իր սիրդին համար ամենեն մեծ սրբությունը պիտի լաբի ուր որ երթա պիտի անվստահություն հայտնելու գործընթացը իրականացնելուն համար խոսեցանք ասոր հետ դրինք ասի ասոր գարիք ունենք հոստեղ ասանգաճակցության պետքություն ունենք հոստեղ ասինչ մարդուն միջամտության գարիք ունենք հոստեղը փողոց պիտի հավաքենք ժողովուրդը պիտի հանենք ժողովուրդը պիտի դանենք ժողովուրդը պիտի բերենք ասենք պիտի լա ինչ կխոսին ծեր պատգամավորները ստորագրել են ինչ կխոսին Հոս անվստահություն հայտնել գստորագրեմ փաստաթուղթը հոնգերթա գսե գոր ես Նիկոլին հետ ընտրություններ բուզեմ երթալ Նիկոլին հետ ընտրություններ չես ուզում մի հատ պսակվես մի հատ աշոցիկ էլ դու ունենաս այդ արա Դեն լավ երրորդ մասը անեկդոտ պսակվեք բրծեք արա Ես ինչի ձեր բերաններից անվստահության գործընթացի մասին բան չեմ լսում Ես չեմ լսում հայկական ու հայեցի ընտրությունների մասին ձեր բերանից ոչ մի բան Են ձեր անասուն Գաբրիելյանովին էլի լարել է կտենց կամագեն բանալին կողել եք չգիտեմ դրա վրա 100 տեսակ կամպրամատ կա ու ֆրսնում եք որ էլի գյադա էշություններ գրի իր ռուսկա խայերենով չկարում դաժե նորմալ խայերեն գրի անասունի վաստակը ու որ вообще Հայաստանի հետ կապ չունի մեր Երևանցիք հետ вообще ոչ մի կապ չունի ու вообще էլի պատվի տեսանկյունից թքեմ ես տիրում մամայի երեսին արա
Այդ ձեր Մոսկովսկի կուտոկի տիրոջ մայրիկն էլ ընդեղ արա։ Ինչ ընտրություն արա։ Դու ինձ պետք է distinction-ը դնես, դու Նիկոլի հետ ես ուզում ընտրության գնաս, թե հայեր հետ, խես վախում հայեր հետ գնաս ընտրության։ Որտեղ կարողա չէ, հաստատ չես ասի, իսկ դե գոնե բան, որ պլստալով այդպես գոնե ընդդիմություն ես մտնում արա։ Ես չգիտեմ թե Նիկոլի կամագա տենց լավ բան, չգիտեմ ինչա քառակուսի մետրաժը, այդքան տենց հրապուրիչ տարածք է։ Ընդ գնաք այդ ձեր գեղցի եվրոռեմոնտները անեք, դուբայսկի բաները լցեք մեջը ու ապրեք ու ձեզ հարուստ զգաք անասունի վաստակներ։ Ու ժողովրդին մոտենա, կոնկրետ ոչ թե մոտեն, յաթաղանի բերան է մտել արդեն։ Յաթաղանի բերան մտածը, պսակվել են դրա համար միմյանց քաղաքական կյանքը երկարացնելու աջակցում են։ Հա, Արտուր ջան, բայց ես ուզում եմ Հելնի ինքը իր Հայաստան խմբավորության սաղ սաստավով, ախպեր ջան, դու չես կարաս թե անվստահություն ստորագրես, այնտեղ ասես ես Նիկոլ հետ գնում եմ ընտրության։ Անվստահություն հայտնելու ամբողջ իմաստը այն է, որ Նիկոլի հետ չեն գնում ընտրության, գնում են մնացած բոլոր ընտրությունների, բացի Նիկոլից, Նիկոլը թվում է բանտ։ Հայաստան խմբավորություն Նիկոլը բանտ է այդում երախիկ ջան, ընդ չգիտեմ, շատ եթե կարոտեք բան դարդերի մեջ ընկնեք, պերեդաչի կտանեք։ Չգիտեմ, իրա քազին կտանեք, միտեղ պատիվ կտանեք, այդ ձեր քազերին ոնց եք տանում, թե Միլան, Փարիզ, Մարիզ, Փալաս փլուս եք առնց, Փալաս փլուս կառնեք, կուրախանա։ Ատենց, կտանեք լոս, ձեր գեղի խանութները կմցնեք, այդ լոսի գեղի, այդ ապուշություններով կզբաղվեք ոչ, բայց հետո Առաջ մենք իրան նստեցնում ենք, հետո գյորմամիշվում ենք։ Ընտրություններն լինելու է հայկական օրենսդրության համաձայն, այնպես ինչպես դրված է սահմանադրությամբ։ Կարաս անցնես, անցի չես կարում, իդի նախ, ախպեր ջան, նախի հասցնեմ Մոսկվայա, Աթենքա, Լոնդոնա, Փարիզա։ Գնացեք ապրեք ձեր համար, ինչ եք ուզում ամբողջ ժողովուրդը գնա զոհաբերվի, իսկ այստեղ ժողովրդի զոհաբերության թեման է։ Մեկը երբեք կես կաթիլ չմտածի, որ այս ամբողջ խոսելը, այս ամբողջ, դուք չեք պատկերացնում իմ պես մարդկանց ապրումները։ Դուք արժանի չեք այդ ապրումների, որտեղ այդ ապրումները ձեր համար չի։ Դուք այն գործիքն եք, որը իմ ձեռքում պետք է գնա իմ ուզած գործ անի։ Ես ձեր քաղաքական կապիտալը չեմ, դու ես իմ քաղաքական կապիտալը։ Դուք ձեր սա Ագնեսիկ, Իշխանիկ, Գրիգորյան Աննա, Գրողոսեվ Ջանդամիկյանը, Գառնիկը, Մարնիկը, Շմարնիկը, Պրայնիկը, Տրայնիկը, սաղը դուք իմ քաղաքական կապիտալն եք, դուք քաղաքացու քաղաքական կապիտալն եք։ Ուրեմն կանեք այն ինչ որ ձեզ ասում է ժողովուրդը, ով որ արդեն զզվում է ձեր այս նարցիսիստ այս վարքագծից։ Այդ ձեր գազլայթինգից, որ ձեր շեֆից է գալի WhatsApp-ի մեսեջների ֆորմատով։ Ստորագրել ես անվստահություն հայտնելու փաստաթուղթ, impeachment ես անելու։ Ուրեմն առավոտից երեկո 24/7 ռեժիմով ես քո շուրթերից միայն ուզում եմ լսել, ինչպես ես դու իրականացնում անվստահություն հայտնելու գործընթացը։ Օրինակ, Իշխան Զաքարյանը երեք ոտերը բացել է, չէ, ինչ որ դռներ է բացել Ծաղկաձորում, բայց իրականում ոտերն է բացել ու դիմավորել է Կոկոլին։ Ինքը դա սիրում է, որ քպան իրան այն բանից անի, կամ թուրքերը չերես քպա իրան այն բանից անեն։ Ու մի քարել այդ անասունն է կպցրել։ 2-3-ը տենց քարել, Գեգամ Նազարյանն է կպցրել, հայտարարում է այդ մասին։ Իրանք ասում են, որ իրանք թուրքի քաձ են։ Ահա, թեման իրանց հետ փակ ախպեր ջան, ինքը թուրքի քաձ է, ես հարց չունեմ։ Իշխան Զաքարյան, Գեգամ Նազարյան, ես հարց չունեմ, ես ուզում եմ հասկանամ Գառնիկը Դանիելյան, Իշխանը Սաղաթելյան, Ագնեսիկը իր սեյֆի հետ միասին, ինչ կարծիքի են այս մասին։ Իրանք ում կողմից են։ Ում հետ են իրանք։ Ով է պարակտիչը ստեղ, դուք չեք պարակտիչը, եթե կա միակ այսօրվա դրությամբ գործիքը, ու դուք դրա մասին, որ սենց, եթե լրեմ, ուրեմն չկա, այդ գործիքը գոյություն չի, եթե ես լրեմ, եթե ես ոչինչ չանեմ, եթե ես ոչինչ չասեմ, այսինքն միայն անպայման, էլի քանի հոգի պետք է քաղբանտարկյալ դառնա, էլի պետք է հանձնվի լիքը բաներ, էլի թշնամին պետք է առաջ գա, ու գա հերթական անգամ դանակը հասնի հերթական հայի ոսկորին, որ նոր իբր թե տենց միտեղ մի անգամ նորից էլի ինչ որ լսումներ կազմակերպվեն, դուք էլ լայեղ անեք, ախպեր ջան, գաք ազգային ժողովում կանգնեք, ու մեզ բոլորիս ասեք, հա, լավ, մենք դեմ ենք Նիկոլին, լավ, համոզայեցեք, սենց էլ են, որ ինչ ասած, չգիտեմ, դա տենց վիբ լոժա է ձեր խմբակցությունը բանում ազգային ժողովում։ Ես ձեր համար
մեծ նորություններ ունեմ, վատ նորություններ, որի համար ես լայվ եմ անում։ Мне искренне жаль, որ ձեր քյալին թուրքի յաթաղան ա գա։ Ես չեմ ուզում դուք մեռնեք։ Ես սա ամենայն 100%-անոց անկեղծությամբ եւ ուղախոսությամբ ձեզ ասում եմ, որ ձեր հավկուրության պատճառով թուրքի յաթաղանը ընկնելու է իմ ազգի գլխին, բայց առաջինը ձեր գլխին է իջնելու։ Որտեւ այսօր ես ինձ բան կարդացի, Ալեն Ղուլյանն էր դրել, որտեղ ներկայացնում է, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Բաքու պատասխան այցով մեկնած հայերի մեջ ինչ որ մի էքսպերտ Արեգ Քոչինյան անուն ազգանունով մի հատ ինչ որ քաձ, իրանք բոլորը քաձ են, ով որ տենց բան անում, իմ համար քաձ է, իմ համար դավաճան է, պրինցիպիալն է դա, ով որ պրինցիպ չունի, իմեջում գործ չունի անելիք, ով որ սերավատի է, չգիտի ինքը ինչ է, ինչ արժեքների կողքին է կանգնած, ում կողքին է ուզում ինչ պատերազմ մղի, ինքը որպես քրիստոնյա որտեղ է կանգնած, ինձ կարևոր չի դու քանի հատ մոմով եկեղեցում կանգնած նկար ունես, գրողուսով ցավ ունես, ինձ պրինցիպիալն կարևոր է։ Յանով վերջացող ազգանով ցանկացած եթիմ, ով որ կգնա Թուրքի մայլեն, Թուրքի հետույքը մաքրելու, օգտագործելով հայկական հռչակագիրը, անկախության եւ Արցախի անկախության հռչակագիրը, ինքը քաձ է, որին պետքա այն բանից անել։ Ես ուրիշ պատկեր, ոնց է նկարիչ մարդ եմ, ես ուրիշ պատկեր չեմ տեսնում, միանգամից այսպես սաղ գույներով այդ տենց է գալիս է։ Հիմա լսեք, այդ քաձը իրան հարց են տալիս, ուսկարի իր առաքելությունը այս ամեն ինչի մեջ եղել է այդ հարցը ստանալը եւ այդ հարցին պատասխան տալն է եղել։ Համապատասխան ձևով, ասենք թե համապատասխան ձևով։ Ես դրել եմ իմ Telegram-ում, դուք Ալենի էջին հղում անելով, ուզում եմ Ալենի էջին հետևեք։ Արցախցի Ալենը, հրաշալի խելքի տեր տղա է, հրաշալի անձնավորություն է, ազնիվ վերլուծող է։ Ուրեմն Арек Кочинян, участник визита армянских представителей гражданского общества в Баку 21-22 ноября, заявил, լսեք ինչ զայավա տվել է Սաննասունի վաստակը։ Այսինքն որ Егода, Ежов, այտենց ассоциациաներ գալիս է Սաննասունից։ Различные деятели политического поля для достижения своих политических целей пытаются использовать существовавшую между сторонами обиду, недоверие, в какой-то степени страх в данном вопросе. Այսինքն Արցախի հետ տեղի ունեցած ցեղասպանությունը, Հայաստանի գլխին կախված ցեղասպանությունը, այն որ Սյունիքը հայաթափելու են, բոլոր սյունեցիներին հայաթափելու են ամբողջ Սյունիքը, Սյունիք բառը փոխվելու է, դառնալու է Տրամպիստան, օրինակ էլի, ասենք թե համապատասխան։ Ուրեմն դա իրանք ինքը արդեն անվանում է мы пытаемся использовать существовавшую, это кочума, существовавшие между сторонами обида, недоверие, в какой-то степени страх. То анасун, какой страх? Тиру майрика анасун. Кезница страха, это коколица страха. Это трикица страха. Ай աթար վառելու համար է, աթարից պետք է վառեն, какой страх? Հա հոտը տահաճ է, բայց հոտից չենք վախում։ Ֆիլտր ենք դնում, հոտը էթում է։ На мой взгляд, у него есть взгляд, да, это является довольно отвратительным явлением. О май гад. Камаз чмушка թափվեց տղաջան։ Считаю. Или потому что сарыга աղջիկա թե տղա է այ մարդ, ոնց որ թե тղա է։ Считаю, что на данный момент в политическом поле Армении любой, кто выступает против армяно-азербайджанского и армяно-турецкого урегулирования, это либо иностранный агент, либо ненормальный, который не понимает, о чем говорит. Իս չինտու плюшки, իս ինչա, եսով է հանդես գալիս այդ урегулированиեի դեմ կյանք։ Դու ինձ урегулированием բացատրի ոնց ես անում, ես քեզ ասեմ դեմ եմ, կողմ եմ, հետո դու այդքան չկաց, որ դու որոշես մենք ինչ ենք։ Հիմա ստեղ Ագնեսիկ ջան, դու էլ սեյֆդ էլ ակաժները այսպես բաց պահեք ու շատիր լսեք։ Ուրեմն սա նշանակում է աղջիկ ջան, որ իրանք
հայերին մեջտեղից վերացնելու են, իրանց այս պահի դրությամբ սպառնացող հայերին վերացնելու են, ոչ թե ինտուիցիաներից է, ոչ թե որ դուք այտենց գնաք տունտունիկ խաղալ, ձեր շեֆը տունտունիկը խաղում է, տները սարքելա, մարկելա, կառն իրա լագոտ, լուկուտ կհելնի կեթա, բանը բանից որ անցնի, քեզ հաստատ հետը չի տանելու։ Անվանելու են ինաստրաննի ագենտ, կյանք ինո ագենտների օրենք են անցկացնելու, դու էլ այսպես գնալու ես հատուկ այդ օրը պրոշները լսնես, ճակատը լսնես, ծիծիկները լսնես, ախ լսնես, այդպես լցրած այդպես գնալու ես, այդպես նստելու ես ու ասես ես ինչ օրենք եք ստեղ անցկացնում, ես շատ քննադատական եւ վճռական հարցեր ունեմ, որոնցով ուզում եմ ձեզ դիմեմ, այնտեղ կողքից 10 անգամ օպերացիա անցած քթով Աննա Գրիգորյանը նստած կասի, այո, ես միանում եմ այդ քննադատությանը, ինչպես կարող եք այսպիսի օրենք անցկացնել, այս օրենքները վատ օրենքներ են, չի կարելի, հետո օրենքը կանցկացնեն, որտեվ դուք impeachment չեք արել։ Այսինքն ձեզ ասել են դուք հիմա ծափիկ ծիրանիկ, ունեմ տատիկ ու պապիկ ընտրություններ, երեխեք ջան, այտենց կերքեք, arm comedy and լագոտ լուգուտնել, ձեր հետ տոն կպահեն, դամ կպահեն, իրանք դες լավ դամ պահող գյադեք են, ինչքան յախ կար, արա մարդը գնալանից ինտերվյու վերցնի, ես փակագծերի մեջ ասեմ, որտեղ որ իմացել եմ սներվերից վրա, դուք ինչքան պետք է փախած տրակած ճակած լակած լնեք, որ խոսքի էթակ եղջերուից ինտերվյու վերցնեք։ Ասեք այտենց վատ է ձեր պրոգրամայի վիճակը։ Թե ձեր վրա էլ կամպրոմատ կա, թե կախբեր հելեք դուք էլ այդպես սպիտակ դրոշը բարձրացեք, ասի մենք մենակ կամպրոմատ կար, մենք չգիտեինք ոնց անենք, որ իրանից ինտերվյու չվերցնենք։ Եսիմ կարա կնենց անեք, որ փախնի միտեղ, ծակուցուկ ման գա, այնտեղ փոր, չգիտեմ, զոքանչի տուն այդ հա, փորձի այնտեղ պահկվել զոքանչի, ասի ես այդ ոչ մի գործ չունեմ։ Ես ամբողջ կյանքում ընդդիմադիր եմ եղել։ Ես շատ գրագետ ընդդիմադիր եմ, գրողուսև ջանդամ եմ, հա։ Այս ձեզ էլ է վերաբերվում, այս, որ ասվում է, иноагент, ненормальный, который не понимает, о чем говорит, անասունի տղա, տիրում մայրիկը, որպես մշեցի թքեմ, ես քո հայ-թուրքական հարաբերությունների Ուրիգուլի-Ռևանյայի մասին ունեցած դիտարկումների ճակատին արա, որ գյադեքն են սրանք, այս որտեղից է գալիս սա, այս ինչի մասին է սա, Սաղիտ նստացնելու են մինչև ընտրությունները, մինչև Նիկոլը գնա ընտրության, քանի որ Էրդողանի գծած ծրագիրն է, Էրդողանի համար էլ բրիտանական արքունիքն է գրել, ասենք թե համապատասխան այդ ծրագիրը։ Ձեզ բոլորիդ բանտարկելու կանաչ լույսը ստացած է, հասկա, ստացած է, ինքն իրանից մնում է մարշրուտքին ասի, աղբենս ստե կանի ես իշնում եմ ու վсё։ Իրա ոչ մեկ չի ասելու մարդու իրավունքները, սիվիլն է, տեսի լսեք։ Որտեվ դուք ձեր ինչ այդ եզությունները որ զբաղվում եք, եմ որ ասում եք մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության էդի անցել է երեխեք ջան, անցել է։ Հիմի Տրամպը իր դեմենցիայով, իր մեմենցիայով, շմեմենցիայով ու իր օլիգարխատով նստած է, այսպես ձողիկը դրել են արտերիային աշխարհի, երկրագնդից ծառուն այսպես քաշում են ու վсё կայֆ են ստանում ախպեր։ Ու ինչքան մեջը հայի դենք այդ արյան, այնտեղ պաղեստինցի, սիրիան, ինչքան ավելի հին քաղաքակրթական դենք է մեջը լինի, այնքան ավելի տենց կայֆ են ստանալու։ Ինչ մերթ իրավունք վենի սաղիթ հավաքելու են ու նստացնեն, որովհետև այս ձև վարիա գնացել ժամանակին այն ինչ որ հիմա կոչվում արևմտյան ափ, իսկ բոլոր պատմական ժամանակագրություններում կոչվել է կոչվում եւ կկոչվի Պաղեստին, իբը Աստվածը տենց է ուզել։ Հիմի մեր հարցը այն է, որ երբ որ Աստծո ուզածով իրադարձությունները զարգանում եւ բացվում են եւ մենք հասկանում ենք ապոկալիպսիսը ինչ վերաիմաստավորում է ձեռք բերում մեր իրական երկրային նյութական ցավոք սրտի նյութապաշտ կյանքում, մեր ցելը այն է, որ մենք այդ ժամանակ մենք, ասենք սաղը մնացած լնենք, այս նույն աշկերով, այս նույն ձեռքերով, այս նույն քիթիկով ու այս նույն ականջներով, այսպես նայենք զգանք այդ պոստ-ապոկալիպսիսի հոտը, երկրագնդի, շոշափենք այդ գեղեցիկ վանքերի, մենաստանների, որ չեն զլացել հազարամյակներ շարունակ ճիշտ աղոթքներով, խոսքը մղել են Աստծուն, հավատարիմ մնալով ճշմարտությանը, եւ այդ պահին այդ հրաշքը տեսնելուց այս բերանը աշխատի ու կարողանա հայերեն աղոթք ասի, վերջում էլ ասի ամեն։ Այդ դրա համար ենք մենք ստեղ հավաքված։ Այն մնացած ձեր մանդատ, շմանդատ, մունդատ, պունդատ, կունդատ, այդ վաբժե մեր այդ որևէ կապ չունի։ Այն ինչ որ կատարվում է տարածաշրջանում, ձեր կարտինա միրը в голове, դրա հետ որևէ կապ, որևէ առնչություն չունի։
Ոչ, ես ասում եմ չի ավարտվել, չեն ավարտվել, Արտուր ջան, այդ գործողությունները չեն ավարտվելու։ Ես ասացի, սկզբում լայվի ես անդրադարձել եմ, ես այդ բանի մեջ չեմ մտնում։ Զելենսկու Նիկոլի նմանությունը տարբերությունը մեծ պատոկով փակոցիներ են սպասվում, էլ հա, Ուկրաինան, Գազան, Արցախը եւ ամիսա տանում է դեպի համաշխարհային պատերազմ։ Ես չեմ տեսնում, ես նշել էի լայվի սկզբում, ես չեմ տեսնում, որ Տրամպը եւ Պուտինը միասին Ալյասկայում աղբերացել են, հեսա Եվրոպային ասել են no mercy ու Եվրոպան գնասկի, ոչ Տրամպը միայնակ չի ես ամեն ինչը կառավարում եւ ուղղորդում, այդպես Պուտինը շատ ճիշտ է ասել, որ նախագահները, տարբեր նախագահները ԱՄՆ-ի գործադիր իշխանությունում գալիս եւ գնում են, իսկ քաղաքականությունը մնում է նույնը ասել են չինացիները ԱՄՆ-ի մասին եւ իրենց համար ոնց ասեմ, իրանք քանի որ մեր չնդիմությունից չեն ու Նիկոլ չեն, իրանք կարողանում են հասկանալ օրինակ Իրանի դեմ 12 օր շարունակ մղված պատերազմի օրինաչափությունը, որի առաջին իսկ կրակոցից պայթյունից հետո Տրամպը գրեց, հայտարարեց, որքան ինքը հպարտ է, որ 6 ամիս շարունակ ինքը Իսրայելի հետ միասին խաբել են Իրանին էլ Իրանի ժողովրդին էլ, որ ասել են, որ բոլորս բանակցում ենք հանուն խաղաղության, ամեն անգամ գնացել եւ եկել են պարսիկները, ամերիկացիները, բանակցել են Քաթարում, բանակցել են Իտալիայում, Քաթարում չէ, Օմանում, բայց մենք այդ ժամանակաշրջանը օգտագործեցինք ոչ միայն Իսրայելը դինելու եւ ռազմավարական դիրքավորման համար, այլ նաեւ ճիշտ է պատերազմը մղելու համար հարկավոր է ամբողջ ռազմավարություն, այսինքն դա նստել են երկու պետությունների համապատասխան ուժային բոլոր կառույցների, բոլոր մակարդակների պաշտոնյաներ, իսկ դա մի քանի մակարդակներ են, իրենց բյուջեներով եւ ամեն ինչով եւ որոշել են կոնկրետ ռազմավարություն, որ պատերազմի առաջին իսկ этаպում շոկային հարվածով վերացնելու են Իրանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին, գործադիր, հոգեվոր, ռազմական, դիվանագիտական, որից հետո Իրանը վերածելու են Սիրիայի։ Եվ ես լայվի սկզբում նշեցի եւ իմ Telegram-ում եմ դրել, որ Իսրայելից այսօր էլ հնչում են այդ կոչերը, որ պետք է Խամենեին հեռացնելով, regime change կոչված, այսինքն դյունավոր հեղափոխություն անելով Իրանում, իրենք ցանկանում են այդպիսով բերել այսպես կոչված խաղաղություն ամբողջ մերձավոր արևելքին, մինչ այդ Լիբանանի դեմ նրանք հերթական անգամ ոտնձգություն են իրականացրել եւ ոչնչացրել են մի շատ կարեւոր ռազմական Հեզբոլլայի զորահրամանատարի եւ շարունակում են ահավոր պրեսինգի տակ պահել Լիբանանի իշխանություններին, պարտադրելով որպեսզի Լիբանանի իշխանությունները զինաթափեն Հեզբոլլային, այսինքն քաղաքացիական պատերազմ են ցանկանում, որպեսզի սկսվի Լիբանանում, ըստ որի լիբանանյան բանակը պետք է Հեզբոլլայի դեմ ինչ-որ մարտեր մղի եւ եթե նրանք այդպես չանեն, ապա Լիբանանին խոստացված ինչ գումարներ արտաքին պարտքի համար, ռազմական ինչ-որ օժանդակության, այդ ծրագրերով օժանդակության համար չեն տրամադրվելու, դա նշանակում է, դա կոչվում է blackmail եւ դրա համար Մոհսեն Ռեզային շատ հետաքրքիր խոսք է ասել, որ այդ իրադարձություններից հետո ակնհայտ է դառնում, որ անգամ եթե դիմադրության ֆրոնտը մինչեւ հիմա լռում էր, այսպես ասած փոխզսպման մեխանիզմների վրա էր իր գործողությունները հենում, ապա այս իրադարձություններից հետո նա պետք է ավելի արտահայտիչ ձևով հանդես գա, այսինքն ասածս նա է, որ բոլորը պատրաստվում են պատերազմի, դա իմ դիտարկումն է։ Ես գտնում եմ ռուսական այն դաշտի վերլուծությունները կամ վերլուծաբաններին, ովքեր ներկայացնում են, որ Տրամպը ու Պուտինը միասին համաձայնել են Եվրոպային սկսնեն, դրանք այն նույն իդիոտներն են, որ իրանական սցենարի դեպքում ավելի այսպես լիբերալ, ավելի դրսում բնակվող իրանցիների դեպքում նրանք եւս համարում են, որ ահա ԱՄՆ եւ Իրանը միասին լեզու կգտնեն, Նետանյահուի դերը կնվազեցվի, նրա մասնակցությունը կնվազեցվի եւ ի վերջո երկու երկրների միջև համաձայնություն կլինի, այնպես որ Նետանյահուն չի կարողանա դրա դեմ ոչինչ անել։ Այդպես չեղավ, որովհետեւ Նետանյահուն եւ Տրամպը իրենք նույն գծի մեջ են։ Նույն գծի մեջ է Եվրոմիությունը եւ ԱՄՆ նույն գծի մեջ են որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, նաեւ հատկապես Թուրքիան էլ նույն գծի մեջ է, այսինքն սրացումը եւ կողմերի ավելի բյուրեղացումը
ով որ կողմից ինչ խաղակարտով է հանդես գալու, դեռևս արժևում է, բայց դա չի նշանակում, որ մենք խաղաղությանն ենք մոտեցել։ Ես սա դիտարկում եմ որպես հերթական բանակցային ինչ որ մի կրեշենդո, որի ստվերում իրականում տեղի ունենում միանգամայն հակառակ ենթատեքստով իրադարձություններ, դրա մեջ մտնում է նաև կրկին Չինաստանի հետ ինչ հարաբերություններ սահմանելը փորձելով Ռուսաստանը Չինաստանից զատել, փորձում են ներքաղաքական ապակայունացման զսպանակներ օգտագործել Ռուսաստանի ներսում, Ռուսաստանի ապակայունացման ուղղված քաղաքականություն են վարում եւ Ջորջ Ֆրիդմանի խոսքը, որը ես դրել եմ Telegram-ում եւ հղում արեցի եւ ներկայացրեցի, ըստ որի ԱՄՆ գերզ զբաղված է պահում Ռուսաստանի Դաշնությանը, Եվրոպայի նատոյական ֆրոնտով եւ Ուկրաինայով, միևնույն ժամանակ նրա քթի տակից տանելով Անդրկովկասյան 3 հանրապետությունները գումարած Կենտրոնական Ասիան, դրան ի հավելումը նա նաեւ ավելացնում է, որ այդ երկրների եւ Ռուսաստանի միջև կապը ավելի է դժվարանալու, որովհետև ԱՄՆ իրեն իր ներկայիս մասնակցությամբ հատկապես Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում հաջողացրել է այն նույն բուֆերային գոտին, որը գործարկել է 90-ականներին, Հյուսիսային Կովկասի մասին է խոսքը, Չեչնիան, Դագեստանը, դրանք պահպանելով նրանք կարողանա իր գործունեությունը վարել այնպես, որ Ռուսաստանը չի կարողանա հակազդել այդ հակահարվածին, որը ես տեսնում եմ, որ իրենք Սիրիայի սցենարից բավականին ոգևորված է, Սիրիայի սցենարի հաջողությամբ Էրդողանի մասնակցությամբ, բնականաբար Էրդողանը նման գործառույթ խաղալու է թե Անդրկովկասում եւ խաղում է, արդեն իսկ խաղում է, թե Անդրկովկասում, թե Հյուսիսային Կովկասում եւ թե Կենտրոնական Ասիայում առաջնայինորեն ուղղված ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Դրա համար միաժամանակ Նիկոլը ստանում է այդ ապուշությունը, յանում թե ինչ որ տենց իրական համաժողովրդական առաջնորդ, ինչ գործ ունի Տոկաևը խոսի, որ համաժողովրդական, Տոկաևը ինչ կապ ունի հայ ժողովրդի հետ, մեր Սփյուռքի, մեր Արցախի կամ Հայաստանի ժողովրդի հետ, կամ մեր եկեղեցու հետ, ինչ կապ ունի, ինչ կոչում է տալիս, okay, հայ-Ղազախ հարաբերությունների համար, maybe, I don't think so, որովհետև Ղազախստանի համար առավելագույնս վատ չարիք է բրիտանական եւ պանթուրանական ներազդեցության տակ ընկնելը, որովհետև եթե իրան թվում է, որ իրանք եթե հայ քրիստոնյա չեն, Ղազախ մուսուլման են, իրանք թուրքական Ղազախ չեն ուտելու, ինքը անասունի վաստակ է, ինքն էլ բայց կարա թռնի էլի այդ պահին, ինքը թողնելու են խեղճ ժողովրդին, դրան ուտանույնը Ադրբեջանում ալնելու, որովհետև իրանք կերազեն ունենալ երբևիցե, եթե լինի Անկարայի դոմինանտություն ռեգիոնում, իրանք հետո տենց, ոնց ասեմ, երազելու են հեքիաթի պես Մոսկվայի հետ իրանց ունեցած հարաբերությունների մասին, որովհետև Թուրքիան շատ անողոք է եւ նրան էլ տրված է այդ կանաչ լույսը անողոք լինելու։ Եվ հաջորդը այս սրա հետ զուգահեռ տեսեք, որ Հայաստանում գաստրոլների է գալիս Ռուսաստանում ականջ չունեցող Վենեդիկտովը։ Նրանից հարցազրույց է վերցնում նաև ընդդիմադիր կոչվող News AM-ը։ Արա, բայց դուք ինչ անասունի վաստակ եք ձեր News AM-ով, ձեր տիրում մայրիկն էլ է տեղարա, ինչ դեբիլ եք դուք արա։ Ու սա հայ պրադվինուտի ժողովուրդը, այսինքն ոնց որ ես ոնց նայում եմ, ոնց որ գլասնես պերիստրոյկայի ժամանակաշրջանի այն ղզղնած չակերտներով ինտելիգենցիա, որովհետև իրական ինտելիգենցիան այտենց պիրի չի գնա, էլի, որովհետև գիտի, որ այդ պիրի ժամանակ ինչ խմեց, ինչ կերավ, մեջը չումայա թաղած, ինքը նախ մեռելու է, էլի, այդ ինտելիգենտ մարդը այդքան իտոգը կարում է տա, էլի։ Բայց Վենեդիկտովի այս գաստրոլները, Վենեդիկտովը խոսքի մեջ հողում անում Պիսկովին, ասելով, որ Պիսկովը իր քիփ ընկերն է, ինքը տենց նալադից է արել, չերես Պիսկով, ինչ որ Պուտինի Զելենսկու միջև ինչ որ խոսակցություն, հետո ասում է, դե տեսեք Տոկաևի հետ որոդի Պուտինը չուներ, հետո ունեցավ, չի բացառվում, որ կարող է Նիկոլի հետ էլ ունենա եւ այլ։ Հա, չի բացառվում։ Եթիմ գյադա։ Այս փաթեթավորումը գալիս է իբրև թե այդ խաղաղության, որ այս ամեն ինչը վերջանում է, Ուկրաինայի թեման վերջանում է, ճանապարհները, Զանգեզուրը, չգիտեմ, ցորենը, հավերը, հավի բդերը, մոշկի բուժը դերի միասը, ժվաչկա միր, ժվաչկա դրուժբա, այս պոեզներով գալու է լծվի, բոլոր հայերը հարստանալու են, ախպերս դրա համար ձայներս տալիս ենք Թուրքին, ախպերս սրանք ես հայերն են, ովքեր Թուրքին դեմ են, ինչ են մեզնից ոզան բան։ Վենեդիկտովի գաստրոլները կապված է այդ Ջորջ Ֆրիդմանի
ոչ թե վերլուծության, այլ դա այն ռազմավարությունն է, որ ես տարիներ շարունակ լուսաբանել եմ, հասկանում եմ, ինչպես են նրանք աշխատում։ Անգլիական փափուկ ուժի գործարկումն է, որի ներգործմամբ իրենք մաքսիմալ կերպով ապակայունացնելու են Ռուսաստանի Դաշնությունը ներսից, եւ եթե Իրանի հետ ինչ-որ մի բան տեղի ունեցավ, եթե նրանք թիրախավորեն Խամենեին, եւ եթե Իրանի հետ լինի այն, ինչ որ եղավ Սիրիայի հետ, ապա անկասկած դա կարագացնի Ռուսաստանի հետ տեղի ունենալիքը նույն սցենարով շատ ավելի դաժանորեն, շատ ավելի դաժանորեն։ Դրա համար ես էտել եմ դիտարկում, այսինքն ես ուզում տեսնեմ ուր է գնում Վենեդիկտովը, գնում է Ռադիո Վան, գնում է Civilnet, գնում է News.am, բոլորը իրան ինչ որ դուք անասուն եք, արա, դուք մի թավիշ որ արել եք, այդքանը ձեզ հերիք չէր։ Նույն թավիշ արածները, նույն սաստավը, նույն մոտեցումը իրանք անում են, ասի արդեն թավիշ 2 չի, ասի թավիշ 2-ն 2021-ի ընտրություններն էր, 2026-ի ընտրություններ, ցանկացած ընտրություն Նիկոլի հետ, ցանկացած սցենար, որտեղ Նիկոլը իգրոկներից մեկն է, այդ նշանակում է թուրքական սցենարով առաջագնում է ամեն ինչը, դա ռուսական սցեներ չի։ Այդ նշանակում է ռուսը վերագնահատում է իր ընդունակությունները եւ կայսերական անասուն խասյաթի համաձայն թերագնահատում է Էրդողանի սողունությունը ու իրան վերին արտիցորեն համարելով մտածում է որ ինչ որ եղավ հայերի կամ սիրիացիների հետ աստված չան եղավ վենեսուելցիների կամ իրանցիների հետ իր հետ չի լինի որովհետեւ ну вы знаете Трамп и Путин только две страны должны быть глобальными лидерами в сегодняшнем мире США и Россия oh my Այնքան հինունարեն բարեր են գալիս, որովհետև այս նարատիվը ֆռում է այսօրվա Մոսկվայում, ֆռում է այսօրվա Պիտերում, այսօրվա այտենց պրոգրեսիվնի ալիքներում Ռուսաստանյան, նաև ուժային կառույցների ներսում։ Ու այդ ֆենոմենն է, որ Հայաստանում 2018-ին Թավիշին է մասնակցել Յան ազգանուն կրող անասունների ուղղակի ներդրմամբ եւ մասնակցությամբ եւ իրանք իրանց տենդերները մինչ այսօր ստանում են, շահում են Ծախել եմ հայրենիքս, շահել եմ տենդեր, հրաշջան, կյանքս ինձ լավ, արսրս ինձ լավ, բոտոքսներ են անում ինձ լավ, ծիծիկներ են լսնում, գնա գալիս եմ, պրոժները ինչ կան լցածա սաղի, մեզ ատես լծված ենք, ամեն ինչով բացի ուրախությունից ու երջանկությունից, որտեղ դավաճան անասուն սատկում եք։ Այդ գծի մեջ իրանք պատրաստվում են կոնկրետ հարձակման, այսինքն անգամ եթե ինչ-որ այսպես խաղաղություն լինի, դա կոնֆլիկտի սառեցում է, այսինքն անգամ եթե նայենք այդ 28 կետերը, որ այսօր արդեն այդ 28-ը կրճատվել է, որովհետև ինչ-որ բանակցություններ են եղել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև, Եվրոպան էլ հետո կմասնակցի, սա ես դիտարկում եմ որպես ժամանակ են գնում այս պահի դրությամբ ժամանակը առնում են, դիրքավորվում են, որպեսզի հետո անցնեն իրենց համապատասխան գործողություններին ու անեն ինչ որ արել են նույն Իրանի հետ եւ դրա համար պատահական չի եթե նրանք հիմա խոսում են Մադուրոին հեռացնելու մասին ֆիզիկական բնաջնջում ֆիզիկական ոչնչացման մասին են խոսում են Խամենեի ֆիզիկական վերացման ոչնչացման մասին ես այդտեղ մի կարևոր նյուանս ներկայացնեմ ինչու եմ ասում Ռուսաստանի դեմ ասա օղված առաջնայինորեն Ռուսաստանի դեմ առաջնայինորեն Ռուսաստանի մասին ասա այս ամեն ինչը Ռուսաստանի մասին է որովհետև դեպի Կոստանդինոպոլիս ճանապարհը բացելու է ռուսը այդպես գրված է հիմա կբացի թե չի բացի հենց տեսնենք երբ որ 12-օրյա պատերազմի ժամանակ Խամենեի դեմ մահափորձի մասին լուրերը գնաց որ իրեն սպանել են իրեն ոչնչացրել են նման լուրեր ֆռում հիշում եք Միևնույն ժամանակ իտալական կարևոր թերթում Corriere della Sera կարծեմ իրենք էին գրել չէ ավելի ոտ կարծեմ հենց ռայդու է կարծեմ հենց հեռուստատեսության երկրորդ ալիքով կարևոր լուր էին տվել որ ոնց էր ասված որ Կրեմլի վրա ուղակի բոմբ գցելով կարելի է սա հարցը լուծել նաև Ռուսաստանում, որովհետև դրան զուգահեռ տեղի էր ունեցել այդ հարձակումը Իրանի ողջ կառավարության կազմի դեմ։ Այսինքն ամբողջ այսպես որոշում կայացնող մարդիկ հավաքված էին մի հատուկ դրա այդ նպատակներով պատերազմի ժամանակ գոյություն ունեցող բունկերում
որի հանդիպման մասին, հանդիպման վայրի մասին որևէ հետախուզություն չէր կարողանում տեղեկություն ունենալ եւ շատ ավելի հետո New York Times-ը հրապարակել էր, որ նրանք վերջապես կարողացել էին բացահայտել այդ վայրը օգտագործելով նույն մեթոդաբանությունը, ինչպես որ Նասրալլահի սպանության դեպքում, որովհետեւ բուն գործող անձինք իրենք բջջային հեռախոսներ չեն կրում, թվային այլ տեխնոլոգիաներից չեն օգտվում, կապը պահպանվում է հիմնականում նրանց թիկնապահների, օգնականների միջոցով եւ Նասրալլահի դեպքում եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում էլ թիրախավորել էին նրանց թիկնապահներին եւ թիկնապահների հեռախոսների միջև մեսեջների փոխանակումներից հասկացել էին որտեղ է եղել այն վայրը, որտեղ պետք է հավաքվեր այդ բարձրաստիճան անձանց խումբը եւ ուղակի թիրախավորել էին այդ վայրը, բայց այդ վայրը նաեւ նախատեսված է հենց այդպիսի հարձակումների համար եւս եւ Բժշկյանի դեպքում նա ուրեմն ձեռքերով փորելով քարեր, թափված այսպես կտորներ, հողեր եւ այլն, ինքը այդպես դուրս էր եկել ու հրաշքով ողջ էր մնացել։ Ընդ որում, եթե մինչ այդ իրանական հասարակության մեջ կար պառակտում, նրանք այսպես ավելի առաջադեմ հասարակությունը միշտ ցանկացել է որպեսի այդ բանակցությունները ԱՄՆ-ի հետ նույն այդ էնտուզիազմն են առաջացնում, ինչպես որ ես նկատել եմ Մոսկվայում, երբ որ ինչ-որ տենց Տրամփ-Պուտին հանդիպում եղավ եւ դա ես շատ նեգատիվ եմ դրան վերաբերվում, որ всем чутьем меня отталкивает, որովհետեւ это քո պատմությունը, քո քաղաքակրթությունը այնքան կա, որ դու պետք է քեզ դաստոյնի պետք է պահես, դու չի կարելի, որ из-за жвачки ու из-за джинса, из-за пиццы, ամերիկյան պիցան, իտալական պիցան, it available to everyone, դրանից քո չոքերը տենց թուլանան ու դու տենց բաներից տենց ոգևորվես, յանոմ քեզի բանի տեղ դրեցին ու տենց ինչ որ բանակցեցին։ Իրանի հասարակությունը ոգևորվածությամբ էր հետևել այդ ընթացող 6 ամիս շարունակ ընթացող բանակցություններին, շատ պահպանողական կառավարության կազմի եւ ԱՄՆ-ի միջև, Վիտկովի միջև, այսօր կրկին բացահայտում էր դրել Աբբաս Արաքչին այդ բանակցություններից, ինչպես է իր հետ խոսել Վիտկովը SMS-ների միջոցով անմիջապես բանակցություններից առաջ, ալիքումս դրել եմ, տեսեք, ուղղակի դա հենց այն օրինաչափությունն է, դա հենց այն բանալին է, հենց այն մեթոդաբանությունն է, որը ներկայիս ԱՄՆ վարչակազմը օգտագործում է իր բոլոր բանակցային գործընկերների հետ, որովհետև նա սպառնալիք շարունակում է տեսնել բոլոր երեքի մեջ, բոլոր երեք քաղաքակրթությունները՝ ռուսական, իրանական եւ չինական, եւ դրանց հարող ամբողջ գլոբալ հարավի մեջ նա տեսնում է շատ մեծ մարտահրավեր եւ ցանկանում է որպեսի նրանց բաժանի, այսինքն ցանկացած բանակցություն, որ վարում է առանձին վերցված Չինաստանի հետ, այսօր Սինձինպինի հետ է օրինակ հեռախոսազրույց ունեցել Տրամպը երկար ջերմ, գեղեցիկ գույներով, դրոշակներ, փուչիկներ եւ այլն։ Հետո ինչ որ այսպես անընդհատ շաբաթը մեկ այդպիսի լուր է դուրս գալիս, որ ինչ որ միջնորդավորված կապ է եղել նաեւ Իրանի հետ, հետո որ Ռուսաստանի հետ Կիրիլ Դմիտրիև, այնտեղ չգիտեմ, մեզ ինչ են, ինչը, Ալյասկայում նրանց ձեռք բերած համաձայնությունները դեռևս ուժի մեջ են, մենք ապավինում ենք դրանց եւ այլն, ԱՄՆ-ի, այսինքն անգլո-ամերիկյան այդ մղումը, այս դարը, 21-րդ դարը իրենցով անել, ներկայացնել որպես the American century կամ այսպես ասած Ֆրանսիս Ֆուկույամայի ասած պատմության վերջը, պատմությունը ավարտվում է, սրանից հետո մենակ Ամերիկան է, ու всё ամենևին էլ այդպես չի, իրանք ցանկանում են ուղակի այդ նպատակին ուղված ոչ թե համագործակցել, իրանք բազմաբևեռ աշխարհի ջատագով չեն, որպես այդպիսին այդ հրեշի նուտրոն, այդ գաղութատիրական նուտրոն ԱՄՆ-ի չի փոխվել։ Անգլո-ամերիկյան եւ եվրոպական խորքային պետությունների նուտրոն նույն գաղութատերն է դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ ոչինչ չի փոխվել։ Եվ այն ինչ որ իրենք իբրև թե Ուկրաինայում ձեռք կբերեն, դա լինելու է ժամանակավոր կամ այսպես սառեցված իբրև թե կոնֆլիկտ, ժամանակը օգտագործվելու է վերազինելու համար, ավելի թափ տալու, ավելի այսպես շունչ տալու եվրոպական արդյունաբերությամբ, որը արդեն իսկ ռազմականացված է, խաղաղության որևէ երաշխիք չի լինելու, դա ավելի վատ է լինելու, քան սառը պատերազմը, այսինքն սրանք ատրիբուտներ են, որոնք ռուսական կողմը ի սկզբանե մերժել է, որ այդպիսի պայմաններով նրանք որևէ բան չեն ընդունի։ Այս ամենը հենց Ռուսաստանի դեմ է ուղղված, поэтому իրանք ինչքան ուզում են թող տենց մտածեն, իբր թե Պուտինը, Տրամպը մենակ երկուսով կլինի
լինեն, չգիտեմ, դա էլ իտո ԽՍՀՄ-ի շնորհքներ, բայց իրանց ձեռքով ԽՍՀՄ-ն էլ քանդեցին։ Ու ես ձեզ ասեմ, անգլո-ամերիկյան այս ասպատակությունը Ռուսաստանի Դաշնության դեմ այդպիսի ոգևորվածությամբ կատարվում է նաև այն տրամաբանության պայմաններում, որտեղ ասում են, տեսեք, ԽՍՀՄ-ը ինչպիսի հզոր երկիր էր, ինչքան ուժեղ էր, բայց մենք կարողացանք նրան ծնկի բերել։ Իսկ սա արդեն ԽՍՀՄ չէ, սա պարզապես մի Ռուսաստան է, եւ իհարկե մենք կարող ենք սրան էլ ծնկի բերել։ Եվ անընդհատ ներկայացրել եմ, որ հիմնական իրենց փափուկ ուժի ներդրումը իրանք իրականացնում ոչ թե բուն, այսպես կոչված the heartland, հենց բուն սրտում Ռուսաստանի Դաշնության ներսում, այլ արդեն Անդրկովկասն է, Կենտրոնական Ասիան է, Ուկրաինան է։ Եվ դրանք շատ, այսպես Թուրքիայի գործոնը օգտագործելով, դրանք շատ հմուտ կերպով, ռազմավարական ձևով, իրանք այսենց հերթով այս ստանում են Ռուսաստանի քթի տակից։ Поэтому ես առհասարակ չեմ սիրում գոռոզամտություն, ես չեմ սիրում գոռոզամտություն գեոքաղաքականության մեջ тем более ու այս բոլոր too much talk, too much noise այսքան խոսալը ու ոչինչ չանելը արդեն դառնում է ակնհայտ ու փորձել ներկայացնելը Սիրիայում կատարվածը որպես ինչ-որ այսպես ռազմավարական մանևր կամ սենց ոչինչ Սիրիան գնաց Սուդանը կպահենք, բայց դու հիմա Սուդանն ես կորցնում, Սուդանը կորցնելու հետ միասին դու Լիբանանն ես կորցնում, Լիբանանը կորցնելու հետ միասին դու Իրաք ես կորցնում, էլ դու ինչ ունեցար։ Тебя нет на Ближнем Востоке, тебя нет нигде, հասկացար արա։ Որովհետև христианство, то, что образовало твое государство, пришло оттуда. Это քո մաման է, արա, это մերդ արա։ Ասում ես մորս թաղեմ, зато ես լավ եմ, օքեյ։ Անդեղից է ծնվել քո պետականությունը, եկել է Բյուզանդիայից, քոմ չի եկել Օսմաններից, եկել է Բյուզանդիայից, քեզ ասել է դարի պետություն, դարի մարդ։ Դու մի հելել ասում ես, ես թաթարի հետ, Թուրքի հետ, ես իմ գրողուսով ջանդամ, հայերը խանգարում են, հույները խանգարում են, սերբերը խանգարում են, ախպեր կարող դու ես մեզ խանգարում վաբշետը, մտածել ես այդ մասին։ Կամ խանգարվածը դու ես վաբշետը։ Ու պետք է ռուսական կողմին անընդհատ սա ասել, որովհետև այն ինչ որ դու Սերժ ես մերժել Երևանում, Վենեդիկտովը Երևանում Սերժ էր մերժում Պուտինին, ինքը Պուտին է մերժում։ Ու ինքը տալիս է ռեֆերենսներ, ինքը ինչ որ տենց Պուտին, ինչ որ Տոկաև, ինչ որ այդ նույն те же оттенки, այն Գորբաչովշինայի այդ ինչ որ ես բան գիտեմ, որ դու չգիտես, այդ продвинутый перестроечный անասունների կատեգորիայից, ամենաչսիրած, ամենալկստված, ամենափայփայված, ամենաշոյված պլանկտոնը սովետական հասարակության, որը դրեց ու քանդեց մեր երկիրը իրան ռեֆորմ անելու փոխարեն, ինչպես որ ռեֆերենդումի ժամանակ էր ժողովուրդը հայտ ներկայացրել, ու մենք մինչև հիմա արնահոսում ենք։ Զոհերի նույն քանակն է եղել 90-ականների խայտառակությունը, ինչպես որ երկրորդ համաշխարհայինը։ Իսկ այն ինչ որ հիմա է տեղի ունենալու, այն ինչ որ հիմա պլանավորված է, դա լինելու է 1917, դա լինելու առաջին համաշխարհային պլյուս 1917 թվական պլյուս 1941 պլյուս 1991։ Այս սաղ իրար հետ բոլորը միասին գալու է ու մեզ խփի։ Մեր բոլոր հասարակություններին։ Նույն այդ նացիստական պլան բարբարոսան ուրիշ ատրիբուտներով, ուրիշ վերնագրերով, ուրիշ նարատիվներով, բայց ռազմավարությունը նույնն է մնում։ Ու այս պայմաններում ես չեմ հասկանում արդեն քանի երրորդ անգամ ես պետքա չնդիմությանը բացատրեմ, որ քո գործը նման իրողության պայմաններում միմիայն ենթադրում է անվստահություն հայտնելու գործընթացին 100%-անոց նվիրումով մասնակցելը։ Կամ ասելը, որ ձեզ հարմար է Նիկոլի հետ կյանքը, որ ձեզ խանգարում են ընդդիմադիր հայերը։ Մենք էլ իմանանք, էլ եմ ասել ոչ միայն Նիկոլն է թուրք, Ագնեսն էլ է թուրք, Իշխանն էլ է թուրք, սրանք թուրք են։ Հանգիստ ձեզ քրֆեմ ախպեր ջան, իմանամ ես քեզից ոչ մի սպասելիք չեմ շնակում, ստե գալիս տորագրում ես, այնտեղ գնում ես ալիքներում Նիկոլի հետ ընտրություն ես խոսում, այդ ես ոնց հասկանամ, այդ իրար հետ չի բռնում։ Կատուսել է համաձայն։ Ոչ մի ձև դա չի բռնում, ստորագրել ես մինչև վերջ 100%-անոց նվիրումով։ Ես ոչ մի Քոչարյանի պատկանող մեդիա միջոցից չեմ ուզում լսել Նիկոլի հետ ընտրությունների գնալու ու կռելու որևէ էշություն։
Դուք իմ ինտելեկտի վրա խնդալու համար այդքան չկաք։ Ես չեմ ուզում ձեզնից որևէ մեկի բերանից այդ լսեմ ու համել դուք ուզանաք այդ ասելուց հետո մեր կողմից դիտարկվեք որպես հայեր, հայկական գործի նվիրված, հայոց պետականությանը նվիրված։ Ու ձեր անձերը, ձեր թայֆեքը իմ աբսոլյուտնը տանձին չեն, դուք ինձ հետաքրքիր չեք։ Պուսկյուլ մուսկյուլ այդ որ տենց կախում եք այդ ռուսկախոս այդ վիճակների մեջ որ էդի հայկական չի։ Էդի թուրքական է, դուք արդեն այնքան եք թուրքի բառակարգի մեջ մտել, դուք արդեն թրքի նման եք արա արդեն։ Դա որևէ էական, այսպես դերակատարում գետնի վրա չունի։ Ու դուք դրանով դառնում եք հայերի դեմ այս դարում տեղի ունեցող ցեղասպանության համամասնակից։ Ու ես պետքա ձեր մասին այտենց խոսամ։ Ու պետք է Ագնեսը հելնի, ասի հարգելի Մայրանը, ինչպես որ ես ունեմ սեյֆում փակված ստորագրություններ, այնպես էլ ես ունեմ իմ սեյֆում փակված գաղտնի պահած իմ սրտի խորքերում թրքասիրություն։ Օրինակ ես լուլու լիլուշ նուլուշ կուկուշ մուպուշ ինչով եմ պակաս։ Նույն օպերացիաները ես եմ արել, նույն ձև ես եմ սիլիկոններից օգտվում, նույն ձև ես եմ բոտոքսում, նույն ձև ես եմ պրոշներից լցնում, ինչ վատ եմ ես։ Իրանք թրքախոնար են, ես էլ եմ թրքախոնար, իմանամ։ Ագնեսը պետք է իմպիչմենտի մասին ամենաբարձրը գոռա, չէ՞ Ագնեսիկ, դրա համար ես չեմ մանդատ ստացել աղջիկ ջան։ Մանդատը ինչի համար եք ստացել։ Ամեն տեղից ով է դեմը թելնի, քեզ պետք է նայեն Ագնեսին, ասեն, արա իմպիչմենտ իդիոտ, արա այսյան քաշեք, ես իմպիչմենտը գալիս է մեր վրա աղպես վրա երթի է ենթարկելու։ Ես պետք է ձեզնից իմպիչմենտի հոտ առնեմ, ձեզնից Թուրքի աթարի հոտ է գալի վրեկներից, արա։ Ու ես անընդհատ լայվ անընդհատ խոսալու եմ, անընդհատ ասելու եմ, ինչքան դուք դեբիլ եք, ինչքան դուք չեք հասկանում, որ գեոքաղաքականությամբ ամեն ինչ պայմանավորված, ինչքան դուք չեք տեսնում, ինչքան եթի մի թուլակա, հանելիք չինական վերսիաները հանեկցել եք զրահերներով էշեշ դուս են տալիս, բացի նրանից, որ իմպիչմենտ է պետք անել, ինչպիսի հրաշք, որ մեդիա միջոցը քոչից է փող ստանում, այնտեղ իմպիչմենտից խոսացող վերլուծաբան չկա։ Բոլորը Նիկոլի հետ ընտրություններ են ուզում, լսեք, Նիկոլի հետ ով ընտրության է գնալու, ոչ թե հայերի հետ ընտրության գնացող, ոչ թե ընտրությանն եմ դեմ, ես Նիկոլի հետ ընտրությանն եմ դեմ, ով որ Նիկոլի հետ ընտրությանը կողմը, այնի թուրք է իմ համար։ Եղավ, ուզում է հայերեն խոսակ, ուզում է Չինաստանի սարերը նկարագրեք, ուզում է գեոքաղաքական եսի մինչեր գրեք, ճպստեք գրեք, ջեսի, որովհետև ձեր ամեն գործ չանելուց քաղբանտարկյալներն են բանտերում ավելանում և թուրքի դիրքը առաջ է գալիս Հայաստանի տարածքում։ Ու Տրամփն էլ ձեզ չտես բանի տեղ չի դնում, չէ՞։ Մեր ձևով շարժումներ, երեխեք ջան, ընտրության չեք հասնելու, սաղիդ բռնելու են նստեցնեն, մնացածի տել։ Մենակ Սամվել Կարապետյանին չէ։ Դուք հելնում ասում եք, մենք սրանց հետ չենք, մենք նրանց, մենք մենակ ենք, մենք ցիրկը, մենք չգիտեմ, արա պահեք այդ անասուն ապուշությունները, արա։ Որ ուզում եմ ասեմ, հո դուք երեխա չեք, բայց հետո հասկանում որ չէ, все-таки երեխա են, ոնց երեխուն ասես ու դու երեխա չես, երեխան երեխա է։ Ոբշեմ մեծացեք, արա։ Դրանց կողքի մեծերը։ Ուշադրություն դարձրեք, ում եք լսում։ Ուշադրություն դարձրեք։ Որտեղ ում որ լսում եք, իր ականջին որտեղից որ գալիս է, այդ դրա վերջը դուք հայտնվում եք բանտում։ Ընտրություններ, որ գնաց Նիկոլը թուրքական օրակարգով, թուրքական ծրագրով, ոնց բրիտանացիք են գծել, ոնց որ Էրդողանն է գնում ընտրությունների։ Ինչ է ասում։ Իր սաղ օպոզիցիան բանտում նստած է 2000 տարվա պատժով, սաղ, բոլոր օպոնենտները։ Մեկը իրանց բան ասում, հա։ Մեկ ասում է Էրդողան, արես ինչ ոչ ժողովրդավարական պահվածք է, տղա ջան բան։ Որտեղ երբեք ժողովրդավարություն իրանց թեման չի էլ եղել, իրենք չեն ունեցել ժողովրդավարություն։ Ու եթե դաժե ընտրվում է ինչ-որ մեկը, ընտրության հաջորդ օրը տանում նստեցնում են։
Այսինքն, unless we speak all about one instrument, one plan, one strategy, one goal, all of us united, այս էլ տեղից չի շարժվելու, սաղս մի բանից պետք է խոսանք, ու հա, ձեզնից ինչքան եթիմ կա, ով որ Սերժ է մերժել, պետք է Սերժի ոտը անգնանք, ասեք այն բանից եմ կերել, Սերժ եմ մերժել, որտեղ ինքն է եղել վերջին լեգիտիմ իշխանությունը երկրում։ Ու ձեր անձնական աբիդաները, ես թվին, ես իմ սենց եմ մտածում, ես ինձ եմ մտածում, պետք է պանը, այոն ասած, նո ոչ, սի ասավ, էդի գեոկաղաքականության հետ կապ չունի, պետականության հետ կապ չունի, ինչպես են այլ պետությունները վերաբերում քեզ, որևէ կապ չունի։ Դուք չեք կարա սենյակում գտնվող փղին, ասեք, էսի չենք տենում, Սերժը ստեղնստան, Սերժին չենք տենում, իա, բարի լուս, ով էլ որ տենում, ու Սիրժվսկայա, ատենց բար ունեն, այդ Մոսկվա բնակ, տիտիկաստի կնանիք, Սիրժվսկայա, ավիկվսկայա, ինչ բար էր արա։ Այդ իսկի դաշ չորպավաղտի պադից դր ռուսկախոսներ այդ ձևի չեն խոսում, գեղցինա պրավինցալ կեկարա։ Հորս սարը ոնց որ թուրքը լնեն, դրանք մեկ էլ բան են, ոչ թե Բաքվի հայերը։ Որ Բաքվից այդ ադրբեջանցի կնանիք այդ բանը պրոգրեսիվիստ կեկ կան էլի, այդ մեխրիբանի падրուշկեկն են այդպես ռուսերեն խոսում։ Այդ ինչ թուրքական ռուսերեն է ձեր մոտ, ա՞։ Սաղ սաստավի մոտ թուրքական ռուսերեն է։ Հայկական ռուսերեն չի, թուրքական ռուսերեն է։ Բառակապակցություններ, լեզվամտածողություն, գեղեցկության մասին պատկերացում, էսթետիկա, խոսք, շնորհք, սեղան դնել, սեղանից նստել, սեղան վեր կենալ։ Սաղ ռուսկախոս թուրքիա ոնց որ մտածել, անասունություն մի հատ։ Ես պրոբլեմ չունեմ, էսի թուրքերին չի ուղղել, թուրք ասում է ես թուրք եմ, կատու ջան հորս սարով էլի, քո հետ չեմ խոսում, կյանք, ստելիքի ժողովուրդ կա, իրանց հետ եմ խոսում, կատուց գիրիրա հետ եմ խոսում, պատասխանում եմ։ Աբսոլյուտն ձեր այդ պահվածքը պարակտողականություն, ձեր կողմից թելադրվող պարակտողականությունը, պարոն Քոչարյան եւ կիսապարոնը հետևե, ոչ Կարեն Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, այդ եզի վաստակությունը, որ դուք արել եք 2018-ին, այդ եզի վաստակությունը։ Ես կատուն համաձայն է, ես որպես չարբախու մեծած մարդ ասում եմ, էդի բտեյությունը, այն որ սենց շատ նիսկ է, էլի, շատ զզվելի բան է էդի։ Ու այդ օրենքը անցկացնելու են, դուք սաղդ կոչվեք ինագենտ, որովհետև Բրիտանիան այսպես պեչատը դրել արդեն Անդրկովկասի վրա, Պուտինը զբաղված է, Ուկրաինայում խաղաղություն է բերում, զբաղված է, չգիտեմ, ելով կան, Պատրուշևը զբաղված են, они не знают, что решать по поводу Армении, они не знают, как решать. Չեն решение принимать չեն կարում, заняты. Большая страна, глобальный игрок, не может решать, չկան որոշի։ Ամեն ինչ կարում է, բայց չկարում որոշի, Հայաստանի ինչ է ուզում։ Հետո Մարգոն բերում տնգստնում են, մատը տնգում է հայ ժողովրդի վրա, Սալավյովի էֆիրից ասում է, это вы выбрали его, ну, кянг, это ты выбрала его, я его не выбрала, кянг։ Я его ասել եմ իսկու մաման արա, իսկու տիրու, ոչ միայն ասել եմ, արել եմ։ Իսկ դուք Քոչին ու Կարենին Կարապետյան բիրա տնգծրելը Երևանի մեջտեղ մտածելով որ մենք սաղ հայ աղջիկով ասել են oh my god այս ովքեր են մեզ եկել մեր պրկիչները իսկ մենք չենք ուզում ես իմ լեգիտիմ վլաստի ունեմ կյանք ես քո լեգիտիմ վլաստի մաման բերեմ այդպես լացածնեմ Մոսկվայի պլոշիդում Կրասնի պլոշիդում դու ինձ ոնց կվերաբերվես ասեք վատ կվերաբերվես չէ բայց խրկտի քեզ լավ վերաբերվում ձեզ սաղ եք вообще այդ սաղ պլանկտոնի այդ մոսկովյան Որ ամերիկյան շարիկ ծամոնի նվիրալներ եք, զզվում եմ ես ձեր լիբերալիզմից, զզվում եմ, արա։ Որ վրիկներից է դու Գարբաչովյան էպոխայի, Գարբաչովի խալի հոտ է գալի վրեկներից, զզվում եմ արդ արդեն։ Իմ Հայաստանից պետք է Հայաստանի հոտ գա, Երևանից պետք է սկսի հասնի մինչև Մուշ, Վան, Բիտլիս, Արդան, Էրզրում։ Կյանք էդի հեքետ չի, էդի չեմ ասում, տատիկս ինձ ասել էր, չէ, կյանք, տատս ասել է, կեթաս հետ կբերես։ Может, ты кажется, ой, начальник, новый начальник армии, это вы выбрали его, я кянг. Ты чё, вообще? Մենք սես չենք խաղում, ուրեմն ձեզ որպես էլիտայի պես պահեք, որովհետև դուք այն կատեգորիան եք,
ում թուրքը նստեցնելու է առաջնայինորեն, որովհետև երբ որ իր լագոտը ու լագոդիկացը պետք է կառավարություն դառնան, ոնց որ Էրդողանն ու իր կնիկն են, այտենց նստած վլաստի իրանց երկրում։ Այնտեղ պրինցիպի ոչ մեկ չպետք է լինի։ Այստեղ թեման այն է, որ ձեզ պետք է գտնեն ձեր փողերը վերցնեն, երեխեքի գլխին ձեր սարքեն ու ձեզ տանեն նստեցնեն ու լավագույն դեպքում ձեր երեխեքը ձեր փողերով պետք է դրսերը ինչ որ միտեղ վերընկած լինեն, ինչ որ քնջում։ Այնտեղից այտենց fancy ֆոտոներ դնեն, ասեն, oh, when I walk by a Milano store, I feel like it was created for me. Այս անասուն գեղցի բաները։ Առաջ ռուսկախոս քաղաքենույթությամբ են զբաղված, հիմա իրանց արաբին անգլախոս քաղաքենույթությամբ են զբաղված։ Այն դեպքում ռուսական լիտերատուրան չեն կարդացել, չեն հասկանում, այս դեպքում անգլիական լիտերատուրան չեն հասկացել, չեն կարդում, լյուբոյ լիտերատուրա կարդացած մարդ իրան այդպես չի պահի։ Ձեր ալիքներից, ձեր սաստավներից ես ուզում եմ impeachment լսեմ, եթե չեմ լսում, իշխան ջան, քո էլ դու էլ քո տված ստորագրությունն էլ քո տիրոջ մայրիկն էլ վրեն, կոլեկտիվնի իշխանի մասին է խոսքը, անհատականի չի։ Լսել եմ անհատականի նեղանում է, շուտ է նեղանում, կամ ոնց էր ինձ ներկայացնում ցույցի ժամանակ, որ պետք է խոսայի։ Հա՞, այն որ իր քյալայք ջարդու, որ ես չխոսա, ինչ էիր ասում։ Որ ես քո գլխավոր քննադատողն եմ, վաու, այդ ինչ մեծ կարծիք ես քո մասին, պրям բանուգորշ կատվից թողել եմ, կատվից դարդերը թողել եմ, պետք է իշխան քննադատեմ, բայց թե ինչի համար է Աննան իշխանին քննադատում, էդի մենք չենք կարող, երեխեք ամոթ է դրա մասին խոսալ, այ չի կարելի, ինչ կմտածեին մարդիկ հարևան, ինչ կմտածեին, вообще մտածող հարևաններ ունեն, քեզ պետք է տենց չարբախում դու տես ցույց ցրած տուն գայր, հայացը քուչել, ֆանարիկը կջարդեր քյալի տարակասրարը, չես ամաչը սա ժողովրդին տարը խափում է սրա, ես քեզ պահում, так что դուք մի մտա ոնց ասեմ մարդ խնդում էլ արդեն այդ ընտրությունները ձեր համար չի երախել ես եմ որ ասում այդ ընտրությունները բան արեն կարմիր խնձորը առնա դուրքը գզել այլ մլրիվ էլի պանտուրանիզմի թերթերով փաթաթել հա անգլերեն թերթերով թուրքական խնձորը ու ящիկի մեջ դրել է բալկոնում ու բան էլի չնդիմությանն էլ տենց երեխեք էսի նոր տարվա համար էսի չուտեք էսի չկպնենք էլի այն որ իսկական ընդդիմադիրները գալի ասում ախպեր մի հատ տենենք էս խնձորեսում խնձորի գործ ունի մեր բալկոնում բան չնդիմադիր Ագնեսիկն ու իշխանը ասենց խփում են Աննայի ձեռին խմից Նարեկի ձեռը խփում են ասում այս խնձորի նոր տարվա համար է չկպնես արա հետո տենց զանգում են Էրդողան պապի Այս Աննան եկել էր խնձորին կպնում էր, ու ես իրան չթողեցի, տես, ինձ արա ես այդ ընտրությունների նախորին սպիսկի մեջ եմ, ինձ եմ սիրում դիպուտան կալնեմ, ինձ հավես է, որտեղ նստումը, աթոռը կարմիրը, աթոռը թավշիցը, ամիսը մեկից տալիս եմ պարգևավճար, հետո ես նստում եմ պատավատ, ես գրում պայիստ կա, հետո հետ եմ գալիս, քթիս վրա թազս օպերացիա եմ անում, էլի եմ սիլիկոնը փոխում, ես հին սիլիկոնը հանում, թազա սիլիկոնը դնում եմ, այս ինձ ոբշեմ, ես տենց եմ ուզում ապրեմ, այ այդ վիճակն է ձեր մոտ։ Ուզում եմ ասեմ չես կարա էլի համ սիլիկոն լցնես, համ էլ ասես ծափահարեք իմ բնական կրծքերը, ախպեր ջան չունես, բնական չեմ կարող ծափահար, չի ստացվում քուրս, ինձ պետք է սիլիկոնը ռադանես, այդպես մարզվես, բան մեկ է տենակ ասենք, վաու, այս ինչ է կատարվում ստենգեր ջան, քանի չկա դրանից Ագնես ջան, ես քեզնից ձեր սաղ կոլեկտիվ Ագնեսներից, ես հատկապես աղջկեքին, այդ ընդդիմադիր պատգամավոր աղ, ես ձեր ինչ ասեմ ձեզ, անած կիկբոքս կպարապացնեի ձեզ, սենց ասեմ, որովհետև դուք, ոնց ասեմ, այն ինչ որ հայկինն է, այն ուժը, որ հայ կնոջ մեջ կա, ու այն ազդեցությունը, որ դուք կարաք ունենաք, ու դուք այդ անելու փոխարեն, ինչ որ այդ ինձ, այս սրանից եք դարել, արա ներվերից վրա մի այլ կարգ է ազդում, որ արա ապսոս չէ կարա, արա ով են դրանք, ինչ որ երկու էգոիստ նարցիս մուժիկ ընկել են քուչա 2018 թվականից, ինչ որ լակած իջևանցի անասունի, սարքել են սաղիս քյալին վարչապետ, ինչա իրանք միլիարդ են ուզում կպցնեն, խոսք ես բանաստեղծություն, ես նախադասության որ մոմենտն անհասկանալի, ասենք որ մոմենտը որևէ մեկը Հայաստանում չգիտի, որ դու կտես լուրջ դեմքերով այդ ասենց է խոսում են, ասենց են, որ ասենց համ քթի օպերացիան երևա, համ սիլիկոնի ռակուրսը ասենց երևա, հարգելի Մարիանա, հասկանում եք ախր մեր սեյֆը
ստորագրվում, մենք դրել ենք մեր ստորագրությունները, հասկանում եք, երեխեք պետք չի։ Այս աշխարհը իտակ fake է, դուք ոնց որ fake-նել եք արդեն fake-ում Ինքը հոգնում ենք արդեն, ավիշ չկա արդեն էլ նայելու, ներվ չկա, բայց այս լայվը որ չանեի, ներվերից չէր հանգստանալու, ես պետք է այս անեմ, որովհետև ես դաբիցա եմ ելնելու, որտեղ ամեն չայնիկից, ամեն արթուկից, ամեն շկաֆը բացելու եք առավոտը շոր հագնեք, եթե ձեր ազգային ժողով քննադատական եւ վճռական հարցեր տալու, ու ձեր գարդերոբի մեջից, ձեր լիվչիկի մեջից այդպես թռնի impeachment բառը, այսպես փուչիկի, պայծրած փուչիկի, այսպես տրակի ձեր ռոժին էլի, ու այսպես նայես հայլու մեջ ասես, վայ ծամոնը կպավ մազերից, մոնքերից բանեսյանեը, ու տենց այդ impeachment-ի տարերն ես այսպես հեռացնում էլի, չեն, ու բան, ու ին, ու սենց հավաքում ես բան, հետո ժամանակ չկա այդ սաղ տանես, գցես ես բռիդ մեջ հավաքում ես, գցում ես սում ես, կետեցում ես ազգային ժողով, գործի տեղ հասնում ես, նստում ես այդ ազգաբազկաթոռին, հանում ես սունկի մեջի մեջից, մեկ ու impeachment-ի տարիքներ այսպես սաղ դուրս են գալիս փազելի պես իրուն հավաքում ես ու սկսում ես լուլույա շմուլույա կուլույա մուլույա սաղ սկսում ես բացատրել ասում ես երեխեք ուրեմն սենց մի հատ բան կա ուրեմն սենց ենք անում անենց ենք անում կոկոլի մաման այն բանից է ալնում մինչև այդ ես ձեզ ոչ հարգում եմ ոչ ընդունում եմ Ոչ սիրում եմ իմ սրտի բոլոր հին հունարեն բառերը ձեզ, որովհետև դուք ամենաանբան, անգործ, աննամուս, էգոիստ, նարցիս, վախկոտ, պսիխոպատ, եթիմի հավաքածու չնդիմությունն եք, որ դուք աբսոլյուտնը չեք ուզում, այսպես գասլայթինգ եք անում, լրիվ իգնոր եք անում, այն դաժան իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք, իսկ ինքը ծիծաղալու չի вообще Ագնեսիկ դու մասնակցում ես հայերի դեմ ցեղասպանությանը, Իշխան դու մասնակցում ես հայերի դեմ ցեղասպանությանը, Գառնիկ Դանիելյան, Աննա Գրիգորյան, դուք մասնակցում եք հայերի դեմ ցեղասպանությանը, Իշխան Զաքարյանը թուրք է, Գեգամ Նազարյանը թուրք է, Նիկոլը թուրք է, Նիկոլի կողքի քածը թուրք է, Ալենը թուրք է։ Ես ուզում եմ իմանամ, Ագնես, դու թուրք ես թե հայ ես։ Աննա Գրիգորյան, թուրք ես թե հայ ես, կամ Մեսյան, կամ Մենյան, կամ հայերով էդ մենք մեր ընտրություններն ենք անում, կամ դուք թուրքի հետ ընտրություն գնալով դուք թուրք եք։ Ու ես ձեզ արդեն չնդիմություն չեմ անվանում, ես քեզ անվանում եմ Նիկոլի գործակալ, Նիկոլը թուրքի գործակալն է, դու թուրքի գործակալի գործակալն ես։ Դու ամենազապադլոբանն ես, որ կարա քաղաքական դաշտում գոյություն ունենա։ Ու всё ախպեր։ Ու ես էլ соответственно, երբ որ փողոց եմ հանում, ես կիմանամ, որ դու թուրքի գործակալի գործակալ ես, ու խոսքի քո բաժեզդի դեմը այդ փողոցի ժողովուրդը ուրիշ բաներ կերքի, ուրիշ ձևի կերքի։ Ու դու էլ ուրիշ ձևի կերքես այդ ժամանակ։ Անհնար է ուղղակի։ Ես բացես նայես Իրան, Իսրայել, Թուրքիա, ես ասենց էսի այսքան զենք, էսի այսքան փող, Ադրբեջանը, էսի բերեց, էնի իջացրեց, էնի մցրեց, էնի չգիտեմ ինչ, էսյան էյան։ Այս քածերը էջ ընտրությունների բամիկ նախընտրական մեր քարոզ արշավը մենք ուզում ենք կազմակերպել, են առում կոմեդիայի երկու ղզղնած լակոտներն այս քածերի բերում նստեցնում են, յանեմ օ Գտել են, a miracle, since sliced bread, հեսա նստեցնենք խոսցինենք, ասինք գամ բանսից կուլտուրականի մեջ էլի Ոյ, չարբախցիների պես չենք խոսա, դուք երազը կարա չարբախցու պես խոսալ իմանաք, ձեր տիրում մայրիկն էլ է տեղարա, չեք ամաչում արա 5 տարի շարունակ այսքան մարդ խափեք, ուրեմն լսեք 5 տարի շարունակ ում խափել եք, իրանք չեն ամաչում, գան ու ձեզ ասեն թուրքի վաստակ, ու ձեր հետ վարվեն ընենց, ոնց որ վարվում են թուրքի վաստակների հետ, սաղի թե դու չես կարա Ալենից ինտերվյու վերցնես, ու միևնույն ժամանակ Վազգենի ու Նարեկի պրոգրամայի ժամանակ Սերժ Սարգսյանը ինչ որ հարցով դիմաց ելնած քեզ էլ հարգանքով պատասխանած ելնեն չի կարա այդ ելնի կամ սաղս գալիս եք մտնում եք այս խրամա թուրքի մաման լացեցնում եք կամ ուզում է թուրքի տրոսի քաղաքնի ախպեր ջան ես դուք ես ճամփան ես թուրքի հարեմի բանալ ինքն գնացեք մտեք արա իա այ քեզ բան Էթում ընդ բռնաբարվում է գալիք ստեղից պատմում ձեր տնքոցների մասին պատել եմ ինձ հետաքրքիր չի ախպեր ջան ես դրա ֆանկլուբը լրիվ ուրիշ տեղ ապրում լրիվ ուրիշ որակի մարդիկ են ըստ դրանից չկա ես ոչ ինչ I have no mercy I have zero mercy inside me there is nothing that moves when I think of you nothing that I like and որ ուզում եմ որ ոնց ասեմ որ ուզում ես քաղաքավարի խոսաս մարդու հետ բայց որ no չէ ախպեր ինչ քաղա է սովա вообще Ու պրոբլեմը ձեզ երես տվողների մեջ է, պրոբլեմը ձեզ երես տվողների մեջ է։ Ես դե պրինցիպի դուք է չափահաս եք, ռոձին չորում բան պետք է հասկանեք այս ամեն ինչից։ Anyway, այս այմ ասածը։
Գալիս է թուրքական յաթաղանը, երեխեք ջան, մինչև ընտրություն են սաղին փակելու։ Դուք ընտրությունների ժամանակ ոչ մի ցուցակ, ոչ մի շմուցակ, ոչ մեկը չի լինելու, այնտեղ լրիվ ուրիշ մարդիկ են լինելու։ Որովհետև ցելը թուրքական զորք Հայաստան մտցնելն է։ Այս մի բանն էլ ասեմ ու ավարտեմ լայվը։ Լրագրողը Արթուր Հայրապետյան այսօր հետաքրքիր նորություն կտոր էր դրել իր Facebook էջում, որ ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է Երևանի մոլերում դնել միգրացիայի եւ քաղաքացիության դիմելու հարցերով գեր ժամանակակից գրասենյակներ, որոնք շատ արագ կերպով են աշխատելու, ու սենց մարդիկ զարմացած են к чему это։ Ես տենց բան դասել եմ, ասենք Դուբայում, տենց բան կա, ասենք Էմիրատներում կա, որտեղ որ իրոք միգրացիա էլ կա, այդպիսի խնդիրներ էլ կան ու առհասարակ անապատում այնտեղ կյանքը կազմակերպված անենց, որ մարդիկ երբ որ գնում են այդպիսի կենտրոններ առևտրային, այնտեղ իրանք լիքը հարցեր են լուծում իրանց համար, կամ սառնամանիք կապած Մոսկվայում, որտեղ գոսուслуги ծառայությունները դրված է ՏՑ-ի մեջ։ Այդ միգրացիան եւ քաղաքացիության դիմելու խնդիրները, ասենք, ոնց ասեմ, այդ նշանակում է, որ հոսք է սպասվում մեծ քանակի, ես պատկերացնում եմ, որ խոսքը գնում է արևմտյան ադրբեջանցիների մասին, որոնց շարքերում կլինեն նաեւ պակիստանցիներ, որոնց շարքերում կլինեն պանթուրանական գաղափարներ կրող քաղաքներից Իրանի Հայաստան ժամանող հրոսակներ, որոնց շարքերում կլինեն Թուրքիայից բերվածներ, Սիրիայից բերվածներ, ովքեր արագացված կարգով ստանալու են այդ ամեն ինչը, ու որ այդ գաղափարը, որ ՀՀՆԳ կոչվող կառույցում իրականում եկել է թուրքական հատուկ ծառայություններից, որովհետև դե իրանք ամեն ինչ անում են իրանց թուրք քաղաքացիների կոմֆորտի համար, ու այդ հաճույքից նաև ստեղծված է եղել այսպես կոչված ազատ առևտրային գոտում Սիրիայի եւ Թուրքիայի սահմանի միջև գոյություն ունեցող մինչև Ասադը Էրդողանի հետ երբ որ ազատ առևտրային համաձայնագիր կնքեց, տնտեսական զարգացման հենք դրեց եւ բազմաքանակ առևտրի կենտրոններ են ստեղծել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի հատվածում, այդտեղի այդ մեծ առևտրային կենտրոններում եւս նման օբյեկտներ են բացվել, ինչը խթանեց ապագայում Իդլիբին միացած օտարերկրյա գործակալների մեծ քանակով ներհոսին Սիրիայի տարածք, որոնք ի վերջո արեցին այն, ինչը որ շարունակում են անել մինչև այսօր։ Եվ այն երկրում մի քանի ահաբեկչական խմբավորումներ իրար միս ուտելով իրականում շարունակում են սպանել բազմաքանակ տեղացի բնիկ ժողովուրդների։ Voilà։ Ես մի հատ դուռը պետքա բացեմ, իմ կատուն դուրս գա, որտեղ մեղ կա։ Ով որ ուզում է Տելեգրամում հարց տա, ուզում եմ ձեռք բարձրացնեք, ես մի հատ կատուին դուրս հանեմ գամ։ Արի կատու։ Արի։ Всё։ Սա է իմ ասածը։ Ու այս ամեն ինչի երբ որ գալցվի Հայաստան, ագնեսիկ, շմագնեսիկ են մնացած ամեն ինչ, բոլորը լինելու են բանտերում։ Եղավ երբեք չմտածես պայմանական ագնես չընդդիմադիր, որ իմ այս սև դարդի պայմաններում ես քո մեջ տեսնելու եմ ինչ որ ոնց ասեմ, ինչ որ դու ավելի լավ տղա ես, քան ասեն Գրիգոր Զոհրաբը։ Okay, դուք բոլորը թիմա Գրիգոր Զոհրաբ եք, ամբողջ ընդդիմությունը, ով որ իմպիչմենտի մասին խոսելու փոխարեն, իմպիչմենտի ուղղությամբ գործելու փոխարեն, ընտրություններ է երգում, որովհետև իրանց քաղաքական պապան, իրանց այդպես մեսիջներ է WhatsApp-ի ուղարկում, որովհետև Սերժից Սահկյան կաբիժնիկ է ապրում։ Դուք բոլորդ համամասնակից եք հայերի դեմ կատարվող ցեղասպանությանը, ինչպես որ համամասնակից եք եղել Արցախի դեմ կատարված ցեղասպանությանը եւ Արցախի հանձնմանը։ Okay։ Թագուհի ջան, ես միացրեցի քո բարձրախոսը, Ոբշեմ, երեխեք ջան։ Բարև, բայց պիտի խնդրեմ բարձր խոսես, որ Facebook-ի վիդեոյի մեջ բան լինի, ձայնագրվի, էլի։ Բարձր, ինչքան ուժ ունես, հա, ասեմ, ձենովոհան։ Իհարկե, ես վերջի նորությունով սիրտս կանգնեց, որ ասեցիր, այդ միգրացիաներ, բաներ, ոյ, ամեն անգամ այսինքն սիրտս սկսում է խփել։ Ես այսօր շինարարական այդ հրապարակներում շատ եմ էլի ինձ աչքի գցում, ասենք ովքեր են աշխատում, ինչ տեսակի մարդիկ են, ոնց են իրանք հետո աշխատելուց հետո գնում արաղ առնում, էդ էլ եմ
տեսել այդ օտարների մեջ էլի։ Հա։ Հիմա вообще սրտս կանգնեց։ Ես ուր ենք գնում։ Ընդդիմություն։ Ես արդեն ոչ ծիծաղում եմ իրաց վրա, ոչ ջղայնանում եմ, ոչ մի բան չեմ անում։ Մենակ մի հատ ահա որ անշնորհ անեկդոտ է, երևի իրանց վրով է, եթե թույլ կտաս կպատ։ Հա, իհարկե։ Հա։ Դե թույլ ես խնդրում։ Սենց ասել, որ իրանք ցնցով են, էլի, գոնե հումորով ցնցով են։ Ուրեմն ամուսիններով գնում են բժշկի մոտ, ամուսինը բողոքում է, 1000 ներողություն, բողոքում է բժշկին, ասում է, գիտեք, բժիշկ կնոջիցս հոտ է գալիս, կներեք։ Ասում է, բժիշկը ասում է, ինչ է եղել, տիկին, ինչ է սենց վիճակի մեջ հականիկ ենիք, ասում է, ես տենց չեմ, ասում է, ես գլխից մինչև գոտկա տեղ լվացնում եմ, ոտքերից մինչև վերև, նորից լվացնում եմ, տենց խնդիր չունեմ, դուք պատկերացրեք, ինչ մասին է, ասում է, ամուսինը ջհայնացած շուռ է գալիս, ասում է, «Ալտո այ կնիկ, գոտկա տեղը լվանք»։ Այ հիմա ես իջնոքի սոխսեց մոտենում են, գոտկա չեն գալու մոտենակ։ Վախում են, ինչ ասեմ ես արդեն։ Լավ, ոչ մի բան ձեր վրա չի հասնում։ Գիտեք ենքան մտահոգ ես, որ ամեն օթանավ թռնելուց, ես ինձ թվում է, հեսա սկսվում է ինչ-որ բան, կարող է ես շատ եմ այդենց պանիկյորություն անում, բայց տենց ինձ թվում է մենակ ես չեմ տենց բաներ զգում, հատկապես են վերտալյոտները են, որ տենց MЧS նաբանա չէ, տենց ոնց որ տագնապի մեջ անդադ գտնվես, ինչքան գտնվեմ տագնապի մեջ։ Իրանց եմ հարցնում էլի, գնամ, ես արդեն զինավարժություն եմ սովորում, կրակել եմ սովորում, ինձ ավելի հեշտ է դրանք սովորել, պատրաստվել, քան թե չգիտեմ ինչ փուչիկների հետևից ընկնեմ։ Ինչ անեմ, ինչ ասեմ, պրոստը ես էլ եմ պայթում, վախերը արդեն, չտե վախի էտապն էլ է անցնում։ Ինչ էտապ էլ ուզում է անցնի, իրանց նպատակը այն է, որ մենք բոլորս համակերպվենք։ Իրանց հիմնական նպատակը մեզ բերելն է այս հոգեբանական, հա, այս հոգեբանական օպերացիա է նաև։ Իրանք, գիտես ոնց որ են պատկերացրա, որ Հայաստանը խավուր մահի են կացայա, իրանք դրած մեկա քերում են, են վերջն էլ պետքա քերեն։ Տո մարադյով եք դուք, մեղնող մարմնից մսերից գավում եք սարքում, պոկում ուտում եք դուք, գժվել եք լրիվ։ Մարադյորություն ասա, դու քո մեղնող երկրից, քո չեն ուզում էլի տենց ասում, հոգեվարքի մեջ մսեր եք պոկում ուտում, մենք նոր տարվա բուդ ենք դառնալու Հայաստանով։ Ես հախից կգամ, ես անձապված հախից, ես գիտեք ինչ եմ անելու ժողոտ, եթե գործը հասնի դիվան բաշուն, այդպես որ ույս ունեմ, որ չի հասնի, եթե տենց լինի, ես ընտրությունների օրը, այդ չարաբաստիկ օրը, գնալու եմ ընտրության, Facebook-ը միացնեմ, թուղթս վերջնեմ, ճեղեմ, գրեմ, որ ես թուղթը անվավերա, մտնեմ live, բոլորին կոչ անեմ, ասեմ, ես ինչ անեմ, ինչ անեմ, ես թուղթը ճղում եմ, ես ձայնը հանկարծ անվան տակ չօգտագործի, վերջը տենց անեմ, այդ դեբիլությանը հասնենք արդեն։ Ես ուզում եմ զտվի այդ սահմանը, մենք իմանանք իրանք ում կողմից են ու ոնց են, որովհետև փողոցային պայքար պալյուբոմ լինելու է, ու այդ պայքարը իրանց հետ պիտի վարվի նենց, ոնց որ իրանց համապատասխան։ Какой привет, такой ответ բանով էլի, կոնցեպտով։ Նավայնի, как նավայնի։ Как նավայնի, հա, այ հենց այտենց։ Իրանք շատ մեծ հույս ունեն, որ մենք համակերպվել ենք, որ մենք լռելու ենք, որ ոչ մի բան տենց իրանց չի լինելու։ Այ տենց ով խոսա, իրանց կտանեն, կնստեցնեն, իրանք այտենց դուսը կմնան, իրանք կուրախանան, կխնդան, որ մարդիկ նստել են։
Որտեվ ես իրաց տեսել եմ, որ իրանք ուրախանում են, երբ որ Մալյան Նարեկին նստեցրին, իրանք շատ ուրախ էին, շատ ուրախ էին։ Հիմա նույն բանը Սամսոնյան Նարեկի Վազգեն Սաղաթելյանի դեպքում է, իրանք շատ ուրախ են։ Ու իրանց թվում է վсё պլստացին։ Հա, չեն թաքցնում, մարդիկ չեն թաքցնում։ Դե որ ուրախ են, երևի դանական նորմալ են, նրանք էլ են նստելու հետո։ Նո, իրանց թվում է, եթե այն մյուսին նստացրեցին, այդ նշանակում է ինքը դառնալու է իշխանություն։ Իրանց մտածելակերպը էդ է։ Իրանց նպատակը ինքը ուզում է իշխանություն դառնա։ Ինքը տենց է մտածում։ Соответственно, ով որ իր հետևորդը, իրանք էլ տենց են մտածում։ Համար իրանք անընդհատ ինչ որ մի բան որ ճիշտ անում են, այդ լինում է под максимальным давлением, մենք բոլորս անընդհատ բացատրում ենք, խոսում ենք, չենք լռում, ամենտեղ իրանք բան են անում, այտենց պատին ենք, այսպես ասած, ծեփում, որ իրանք այտենց բան է, վերջում այտենց ադալժենիա արեցին են, հիմա ստորագրել ենք, ախպեր ստորագրել ես, հիմա դու պետք է գործես այդ ուղղությամբ։ Ինչ ես գնում դու դրան հակառակ խոսում։ Իմպիչմենտի ամբողջ նպատակը այն է, որ մենք Նիկոլի հետ չեն գնում ընտրությունների։ Մենք չենք ասում ընտրություններ չեն գնում, մենք ասում Նիկոլի հետ ընտրության գնացող ու վրան 100 ձևի հայհոյանք է պետք դնել։ Ու ինչ դու հայհոյանքի տակ ես ուզում մնաս, ախպեր դու նախապես ինձ ասա, ես իմանամ իմ անելիքը, ես որոշում եմ անելիքը։ Համ են ուզում անում, ոնց որ ուզենան համ բորդելի պես իրանց պահեն։ Համ էլ մենք ասենք, վայ, ես ինչ կույսեր են, վայ, ես ինչ նամուսով են, վայ, ես ինչ թասիբով են, ես ինչ օջախի աղջիկ ու տղեկ են, տուն տանելու հարս ու փեսեք են, որ չէ, ախպեր, դու ծերեթելի անկյուն ես, սաղ սաստավը քո ծերեթելի անկյուն է։ Համ բաներ ասեմ, ծողված կան, ես ասում եմ, ես օգտագործում եմ, որ իրանց ցավացնեմ, այո, ես պատն եմ այդ աղումով, ուրեմն, ես հիշեցի այսօր, դե տեսա էլ մի մոմենտ, իշխան Սաղաթելյանի գաստրոլները, փողոցային բեմական վարպետության դասերը, նորից բան է, եղել գրգռվել այնքը, точно, որ ասեցիք ինքը մունաթով է, իպիչմենտի թուղթը չէ, սենց շպրտելով ստորագրել է, ինենց հա հիշացնում, ես Լևոն Տեր-Պետրոսյանի հռչակագրի այդ, որ ասեց, ես ամանչում եմ, ես հայտարարակ եմ ուզգում, չգիտեմ ինչ եմ ուզգում, ու ես ստորագրել է, չէ, այ նույն զուգահեռները տեսա, դուք նույն եք է, նույն բաներն եք անում, ասենք դուք իշխանչիկ Սաղաթելյաններ, դուք ամեն ինչին հավատում եք, բացի Հայաստանի ինքնիշխան լինելու, էլի իշխան բառում, ամեն ինչին հավատացիք, էլի, բայց այս գողկատեղ են գալիս, չեք հավատում, ինչ անեն ես դեր հետ, ձեզ դու բատ աշտիրակ է, գնամ ձեր մամային, պապային կտնեմ, լավ չէ, արդեն ուշա, դուք նորից պետքա ծնվեք, ռեինկարնացիա լինեք, նորից ինչ-որ չարչարվի աստղային բաները, կանոնները, ձեզ նորից մարդ սարքեն, դուք մոռանաք են ինչ-որ ապուշություններ արել եք, ահագին ժամանակ է նրան պետք։ Սենց։ Չգիտեմ։ Դել տենց։ Օթուք կախված բոտ կա, էլի սենց։ Հա իրանք լուր նստել են, իսկ ու քեզ սենց բան ասեմ, մինչև ընտրություններ ասենք, Նիկոլի ընտրություններ, Նիկոլը փակված չի, այդ կենտրոններն էլ որ բացում են, այդ տրյուկն էլ կա, չէ՞։ Էրդողանը ոնց էր Սիրիայում Թահրիր ալ-Շամից սարքել էր ընդդիմություն, ոնց է սարքում, բերում լցնում է քաղաքացիությունը տալիս է ձեռքները, միաժամանակ տեղի բնիկներին ոչնչացնում է։ Իսկ հիմա որ իրա նշանակածն է իշխանության, նոր անձնագրի ֆորմատ են ստեղծել ու արագացված կարգով այդ աղաբեկիչներ, դրանց ընտանիքներ, իրանք մի հոգի չեն, պատկերացու 15 տարի իրանք այդ ռեգիոնում բնավորվել են, իրանք երեխեք ունեն, իրանք կանայք ունեն, իրանք իրանց ծնողներին են բերել այդ իրանց երկրներից ընդեղծելի համայնքներ են, բոլորին այդ նոր անձնագրերից են տալիս, հետո ստացվում է, որ հա, փաստորեն ֆալսիֆիկացիաներ են բնականաբար անում, ու ստացվում որ Սիրիայի ժողովուրդը ուզում է տենց Աֆղանստանի Թալիբանի ռեժիմի Աֆղանստանի պայմաններում ապրի, որ երբեք Սիրիան այդպեսին չի եղել։
Այսինքն սրանց որ բերում լցնում են, քաղաքացիություններն էլ պետքա ձեռները տան, սրանք գնան Նիկոլ ընտրան։ Հա, չեք հիշում են հանդիկներ էին, թե պակիստանցիներ էին, Ավինյանի համար այդ ռեկլամ ձենեք տալի, այդ մինի բան է, ընտրություն, ահա, նայեք, ընդունություն կոչված, այսինքն բաներ ա լինելու, այս կատակնից չէ։ Ես մտածում եմ այդ անասուն կրծոն, չէ, հիմարի վաստակը, դրա պայմանագրերը ով ա ուսումնասիրում, շինարարականի մեջ է, չէ, դրա պայմանագրերը։ Ոչ մեկն չի ստուգում, ոչ մի աուդիտը չկա։ Բա ածն ինչ պետք է անի, բա ինքը չի նայում ով։ Ածն ունի նախկին պետ էր, որ գեղագույն բաներ են տալիս, ինտերվյուներ են տալիս, հետադարձ հայացք Միքայել Համբարձումյանը հատկապես շատ ասի, հետադարձ հայացքով, եթե այսպես լիներ, ապա այնպես կլիներ, իսկ եթե այսպես լիներ, ապա այնպես կլիներ։ Որ տղա ջան, որպես ածը կարաս հիմա, հենց հիմա, ինչ ես անում, որ եթե այսպես անես, ապա այնպես կլինի, հա, Միքայել Համբարձումյան։ Եթե Նիկոլին նստեցնես, Հայաստանը անկախ պետություն կլինի, կյանք, պատկերացնում ես։ Թե թավի շարածների տակ չնստես։ Յանիմ թե քոչենց դաշտ էր մտել, են էլ ուզում ցուցակներում, բոլորը ուզում են ցուցակում լինել, Օնիկ Գասպարյանն էլ սպասում երբ այդ կուսակցություն տոլի բացեց, տոլի չբացեց, աշկս մնաց ճամփին, չհասկացա տենց էլ բացելա թե չի բացել, ինչ ա ալնելու Օնիկ Գասպարյանի կուսակցության այդ կորոնամի ես, դարդ, մարդ չի կարում քնի, հա, քորան եմ ես, տենց այսքան ուժային, որ կուսակցություն ա ուզում բացի, հորս ծարը բարա, մի առանձին բորդել էլ հետա։ Գիտես, այս կուսակցությունը բացելու թինա նման, իմ մոտ տպավորությունա բուրչամուտի այդ բուջուր խանութները, բուջուրիկ։ Հա, բայց բուրչամուտի խանութ ասում ես, բուրչամուտի խանութ եմ, չի ասում ես, ազգային, ազատագրական, հայրենիք, հայոց, Արարատ։ Հա, կուսակցությունները բուջուրիկ դուքյաններ են, բերում են վաճառում, առնում վաճառում։ Արկու վաճառք է, էլի, տենց էլ դուրս չեք անեք մոտից մարդիկ, չհավատացին էլի, որ բացի դրանից ուրիշ ապրելաձև էլ կա, ավելի հավես։ Չեն հավատում, այս մարդիկ չեն հավատում, ոչ բանի։ Դու ճիշտ էիր ասում, հավատի պակասությունից է։ Հա։ Ես նայում եմ պաղեստինցիներին, դες արդեն զարմանում եմ ինքնից, այդ իրանց գեր հավատալու մեջ հասկանում ես անյան։ Իսկ թվում է, իրանք ամենամոտն են Քրիստոսին։ Հա, տենց էլ կա։ Այդպես բաներ ա թվում, կամ իսկական։ Տենց էլ կա։ Որովհետև ես չեմ պատկերացնում, այդ մարդկանց մոտ էլ բան չի մնացել, բայց իրանք հələ կարում են ինչ-որ ժպտան, ճաշել։ Ես ամեն մեկին տես փողերը տվել, որոշ պաղեստինցիներ, ես նայում եմ իրանց կյանքի հիմքվա։ Մենք տես մոտենիք 90-ական են քրիստոնյա լինելուն էլի։ Ու այդ մարդկանց հավատը։ Մենք իրանցից բաներ սովորենք։ Մենք գոռում ոչինչ ենք առաջի քրիստոնյա բան, մի քիչ էլ պետք է գոռանք, իսկ մեկ-մեկ էլ պետք է լուր ասենք էդի, որ այնց խորքից հայտնաբերենք մեր մեջի քրիստոնյա։ Ոչ թե մեկ-մեկ, այդ պետքա ներսում ասվի, այդ պետք չի։ Այո, մեր ամեն մեկը իր ներսում, ինքը իր համար հայտնաբերի, հայտնագործի, գնա ներսից նայեք ինչ է, այդ ներսից եկած արտաքին վրա ոնց է ասում։ Այդպես պետք է ապրի հայ քրիստոնյա մարդը, եթե տենց որոշել է ապրի, ուրեմն տենց պետք է ապրի, գտնի, բացահայտի, տենց դառնա իր կյանքը։ Սա անբարոյականություն է, էլի, այս իրականությունը, որ արվում է մեջտա, նորը անկում է։ Բայց ոչինչ, անկումից մենակ մի հատ ճանապարհ կա վերև էլ այդ ներքևից Դե հենց ամբողջ հարցը այն է, որ այս ձևով իրանք Բայց շատ ուժեղ չընկնենք, էլի, որ գլուխներս ջարդենք, էլ չկարանանք բարձրանանք վերև այդ հիմիկվա մեր վիճակը, դեռ ընկած վիճակն է 1915-ի ցեղասպանությունից հետո։
մենք դեռ չենք վերականգնել այն, ինչը որ ու դա տարածքի մասին չի խոսքը։ Այն հոգևոր ժառանգություն են մշակույթը, որը կոտորվել է, որը ջնջվել է, մենք դեռ դա չենք վերարտադրել, ասեմ։ Մենք դա դեռ չենք վերաիմաստավորել, դա չենք վերականգնել, մենք դրա խորությունը դեռ չենք կարողացել ադապտացնել մեր կիրառական, օրական, նյութական կյանքին։ Այն ու իրոք փորձում ենք ինչ որ իմ համար տենց տարօրինակ է, երբ որ տեսնում եմ այդ պրազվինուտիները, որ ժողովրդավարությունից են խոսում կամ լիբերալիզմից, ժամանակակից իբր թե էլի ինչ որ եվրոպական մոդելի, ոնց որ հոգու քյասիբություն նրանց մոտ ոնց որ բոմժ խոսա, որովհետև այդ ասենք մեր հայ քրիստոնեության եւ արդար ապրող հասարակության միջև կապը իրանք չգիտեն, իրանք չեն տեսնում։ Եվրոպայի ստեղծածը դա մեզնից սովորածի հիման վրա վերարտադրված ստեղծված կառույց է, որտեվ իրանք կարողացել են կողքից նայողներ որպես տեսնեն այս մի մշակույթի, այսինչ ատրիբուտի լավը, ու որ դա եթե ադապտացնեն, իրանք դրանից լավ արդյունք կստանան։ Իրանք մեզնից սովորածով ստեղծել են, իսկ այն ինչը որ մենք ունենք, ոնց որ սենց ինչ-որ ալարկոտություն կա, հետո կա ինչ-որ տենց վսակամիերի է, չէ, ինչ-որ տենց մերը չեն տեսնում, ուրիշին դրսինինն են տեսնում, դրսինինը ավելի փայլուն են տեսնում, կարծես ոսկուց է։ Այսինքն մարդ ոնց կարա ամեն ինչին հավատա, ես ասում Տրամփ հավատա, Պուտինին հավատա, փրկիչներին այդ փրկչության գաղափարին հավատա, բայց իրա ունեցածը չհավատա, ես դա չեմ հասկանում։ Ասում եմ, եթե հավատք չունես, եթե Աստծուն չես հավատում, կհավատաս ամեն ինչի, կհավատաս ցանկացած ամեն ինչի։ Հա, այդ точно տենց։ Էտա։ Դե համար տենց դու քոնը չես ուզում, ասենք, գիտես ոնց ինձ թվում է մենք այնքան դա մեզն է, որ հա էլի մեզն է, հա մեր ձեռն է, այլ ոչ չի կարծես մեր ձեռն է։ Հա, բայց դու պետք է հասկանաս, որ դա քոնն է ու ասես էսին է։ Ես սրան եմ, ես հավատում եմ լավ պետություն Հայաստանի, ես դրան հավատում եմ, ես ամեն օր, ամեն մանրուքից սկսում եմ դա սարքել։ Ոչ մի Ռուսաստանի, ոչ մի Չինաստանի, ոչ մի բանի չեմ հավատում, ես իրանց ժամանակին հավատացել են իրանց չէ։ Հա։ Ես ինքնին եմ հավատում, որ ես կարամ ամեն ինչ սարքեմ, ու սարքում եմ։ Ամեն մի քար դնելուց ես սարքում եմ, ինչ որ պատկերացնում եմ, ահա ու տենց պետք է ուղեղիս մեջ տենց անելով իրականացնել ու իրականացնել, խի չեք հավատում դրան, ոչ չեք հավատում Հայաստանում, ես օրինակ գնել եմ տասից եմ այդ Գանձասար ընդեղ եղել եմ, ես վաբշե ընդեղ պլաններ ունեի գնալ նկարելու բան, հիմա այդ հայից խլված է, ոնց մենք չենք գնալու այնտեղ, Ալաքսա, տեսնում եք ոնց են ասում պաղեստինցիները, գնալու ենք աղոթենք ընդեղ, նույն այդ զգացողությունը իմ մոտ էլ կա, որ ես ոնց լքել եմ իմ եկեղեցին, դրա համար ամեն եկեղեցի ուզում եմ գնամ մտնել հիմա, ունդեղ ինչ-որ օծերն ու գորտերն են սողում, պատկերացրեք ինչ Գանձասարում ինչ-որ օծեր են գնում գալի, ու պատմությունը վերագրվում է, պատմությունը կեղծվում է, գրվում է, որ դա ալբանական եկեղեցի է, բա, Civilnet-ն էլ նման ձև արտահայտվողներին բերում ինտերվյուներ էր վերցնում, տարիներով, այդ այնց Վենեդիկտը եսի մեջ։ Ասում եմ, քյալա եմ տալի, կնել ես ընդհատեցի Աննաջան, ասում այդ էբի, եթե դա քոննա բախես ռմբակոծել, այ իշակ, դու դեբիլ մատ մտածի էլի, այն էլ հրյաների կուրատորությամբ այ
Իհարկե։ Ղազանչի ծոցը ռմբակոծը նույն ձևը ոնց որ կաթոլիկ եկեղեցին չէ կամ որևէ Հա, եկեղեցին Լիբանանի։ Բայց չեք տեսնում են զուգահեռներ, այ դեբիլ, եթե դա քոնն է, ոնց ես դու քո ոտին կրակում։ Մեկին ասել էի տենց։ Դու քո ոտին կկրակես, այ հիմար։ Դու քո ունեցած վրա, քո սրբության վրա կդողաս, չէ՞։ Փչացնելուց առաջ, ուրեմն դու ամեն ինչ ես փչացնում, քո մսկիթներ կփչացնես, էշ, ով ես բարերի համար։ Ու այդ էշությանը, ասենք այդ սիվիլներ, ուրեմն այդ տապուշ փաստարներ բերելով, համա հեղինակ է, ուլի դառնում, համա բիտ են դառնում։ Ես իմ Հայաստանն եմ կառուցում, ինչը, ես իրան կառուցում եմ ամեն օր։ Ճաշ եփելուց, դաս սովորելուց, вообще դուրս գալուց, շնչելուց, արտաշնչելուց, քանի կան ես այդ Հայաստանը կառուցում եմ։ Կամ վերականգնում եմ ավելի ճիշտ։ Այսքան ինչ։ Մերսի շատ, հա։ Դասել ֆորսանու։ Անեկդոտի համար կներեք։ Չէ, վայ, չէ, մերսի, անեկդոտի համար կակրած մերսի։ Спасибо. Լավներ, չէ։ Շատ։ Արևն էլ այս ընթացքում շատ խնդալու բան ա դրել, որը ես գլավնի էջ դրեցի։ Ով որ հարց ա ուզում տա, կարող են ձեռք բարձրացնել, ես որտեվ չեմ տեսնում ուրիշ։ Մի վարքյան, ինչքան նորմալ է։ Այսօր այսպես ավարտենք, չէ, Արտուր ջան, այդպես առանձնապես հարց ու պատասխանի համար չի արել, ես ուզում եմ, որ այս ընթացքում, որ լրահոսը շատ ակտիվ չի վարում, համ ներկայացնեի տարբեր թեմաներ, համ էլ հասկանանք, որ այս ամեն ինչը միևնույն է մենք հետևում ենք, ես պրոստը սենց, ոնց ասեմ, ինստինկտ ունեմ տենց, երբ որ տենց ռինգում ես, դու քո ում հետ որ կռվում ես, դու պետք է հասկանաս, չէ, ով է քո դիմաց, ով է ուզում քեզ հարվածի, ով է քեզ քո հաշվին ուզում չէ, տենց աջոք հավաքի ինչ որ սենց բան, ու ես շատ մեծ դժվարությամբ տեսնում, շատ մեծ հիասթափությամբ տեսնում եմ, որ չնդիմությունը տեղ է։ Արամ ջան, դուք ձեռք եք բարձրացրել, չգիտեմ ցանկանում եք խոսել թե չէ, ես միացրել եմ բարձրախոսը, երբեմն Տելեգրամով մարդիկ միանալուց միանգամից այդ ձեռքի կոճակն էլ է միանում։ Միացրած է, եթե ուզում եք խոսել, խոսեք հենց հիմա։ Թեկուզ եթե ինձ զուգահեռ եք խոսում, ես ձենս կկտրեմ, դուք կխոսաք։ Այսպես։ Ես տեսնում եմ, որ զարգացումներ են լինելու, վատ որակի, իմ միակ հույսը այն է, որ մենք սրան արդեն հանած կլինենք, որովհետև եթե Իրանի դեմ հարձակում է սպասվում, այդ նշանակում է, որ Թուրքիան առիթից օգտվելու է, փորձի առաջ կա, ու ես ամեն գնով պայքարելու եմ, որ Նիկոլի հետ ընտրություններ չլինեն, լինեն ընտրություններ ոչ Նիկոլի հետ, այդ եմ ես ուզում, որ տեղի ունենա։ Այսքանը շատ մերսի, որ միացաք, այսօր տենց կիրակի չի երկուշաբթի է, հանգիստ, խախանդ, ես կփորձեմ մինչև ուրբաթ տենց նյութեր դնեմ, հետևողական լինեմ, իսկ ուրբաթ շաբաթ կիրակի զբաղված եմ լինելու ու ոգևորված։ Շատ շնորհակալ եմ, որ միացաք, հաջողություն եմ մաղթում։